Պարոն Գասպարյան, տեսեք, Արցախի ժողովրդի տեղահանումից հետո այստեղ արցախցիները շատ լուրջ սոցիալական, հոգեբանական ամեն ձևի ճնշումների են ենթարկվում այս կառավարության կողմից։ Տեսեք, 40,000 գումարած 10,000 այս ծիծաղալի թվերի մասին է խոսքը, բայց մարդիկ անընդհատ այդ թեմաներից են խոսում, այսինքն Արցախցու կարգավիճակը այսօր շատ ցածր է, հերիք չի որ հայրենազրկվել են, տուն-տեղ ամեն ինչ կորցրել են, մի հատ էլ կառավարության կողմից անձնագրի հետ կապված, չգիտեմ, ամեն ինչի հետ կապված խնդիրներ են անընդհատ արհեստական ստեղծում այս կառավարությանը։ Ձեր հետո մի այսպիսի բան, պարոն Գասպարյան, նայեք, արցախցիները որպես էթնոս, հայ տեսակ, այսինքն ոնց որ մշեցիները, ոնց որ, չգիտեմ, վանեցիները, հիմա ամբողջ Հայաստանով մեկ, չգիտեմ, Ռուսաստանով, Եվրոպայով սկսել են սփռվել։ Վտանգ չկա, եթե այս ամեն ինչը երկար ձգվի, Աստված չանի իհարկե։ Այդ համու հոտը, կոլորիտը, այդ ամեն ինչը կարող է X ժամանակ հետո կորի։ Այդ վտանգներից փորձենք խոսալ եւ ներկա արցախցիների կարգավիճակի մասին։ Եվ եթե Բևերը, չգիտեմ, ինչ որ մի օր հանկարծ գա իշխանության, ինչ ճանապարհային քարտեզ ունի, հենց նույն այս իրավիճակները լուծելու ամեն ինչի հետ կապված։ Խնդրեմ, պարոն Գասպարյան։ Եթե չէ, երբ որ Բևերը գա իշխանության եւ շատ շուտով։ Ներողություն։ Եվ չէ, ինչի եմ սա վստահ ասում, որովհետեւ սա անհամեստություն մի գնահատեք, սա իրատեսական գնահատական է։ Բևերը այն միակ քաղաքական ուժն է, որը կարող է եւ կտիրանա Հայաստանի Հանրապետության ղեկին կայսրության փլուզումից հետո։ Այսինքն այն փլուզումային զարգացումները, որը շուտով մենք կտեսնենք Ռուսաստանում, այն քաոսային իրավիճակը, որը մենք շուտով կտեսնենք Ռուսաստանում, այդ ֆոնի վրա Հայաստանում այսօր եկեք սթափ գնահատենք իրավիճակը եւ անկեղծ խոսենք։ Ուրիշ քաղաքական ուժ չկա, որը այդ ֆոնին, այդ պայմաններում ունենա բավականաչափ կամք, քաղաքական կամք, փորձ, գիտելիք եւ ունակություն գետնի վրա ղեկավարելու ժողովրդի ցասումը եւ վերցնելու իր ուսերին այդ պատասխանատվությունը։ Եվ արևմուտքը եւս լավ է հասկանում, որ Պուտինյան ռեժիմի եւ Պուտինյան Ռուսաստանի փլուզումից հետո նրանք ուզեն թե չէ պիտի գործ ունենան միայն ու միայն Բևերի հետ, որտեղ պարզապես այլ քաղաքական ուժ ազգային, արևմտամետ, ոնց ուզում եք կոչեք, գոյություն չունի։ Մնացած բոլորը ուրեմն բուտաֆորիա են, մնացած բոլորը ինքնուրույն քաղաքական ուժեր չեն, սպասարկում են Կրեմլի կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերը։ Սա մեկ, երկրորդը, այո, այն ճնշումները, սոցիալական, հոգեբանական ճնշումները, որոնց ենթարկվում են Արցախի մեր հայրենակիցները, Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի մեր քաղաքացիները մեկ նպատակ ունեն. Արցախցիներին ստիպել լքել Հայաստանը, արտագաղթել, ցրվել աշխարհով մեկ եւ կորել գնալ, ձուլվել, կորել գնալ, որովհետեւ Արցախցին Երևանում դեռ կարող է հիշել եւ պայքարել իր իրավունքների մասին, իսկ Փարիզում կամ Վաշինգտոնում կամ չգիտեմ Լիսաբոնում կամ Սամարայում, Ռոստովում առավել եւս շատ ավելի դժվար դա կանի։ Նաև հոգեբանորեն ընկճել այդ մարդկանց, ճնշել, սրսկել այդ պարտվողական տրամադրությունները, որ վերջ խաղն ավարտված է, Արցախի հարցը փակված է եւ այլն։ Եվ օգտագործվում է ամենակեղտոտ շանտաժի միջոցները, ֆինանսական լծակը։ Ձենդ կտրի, թե չէ փողից կկտրեմ, ձենդ կտրի, թե չէ գործից կհանեմ։ Իդեպ ես սրա մասին խոսել եմ անձամբ սենատորների հետ, խոսելով Փաշինյան երևույթի ցինիզմի մասին եւ խոսելով այսպես կոչված Փաշինյանական այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնի մասին, ես սենատորներին եւ կոնգրեսականներին ասեցի, որ ցինիզմը հասնում է նրան, որ իշխանությունները ճնշում են ոչ միայն հայաստանցիներին, այլև էթնիկ զտմանը ենթարկված, մազապուրծ եղած հայրենիք, բարեկամների գերեզման, եկեղեցիները
կորցրած Արցախի մեր քաղաքացիներին ենթարկելով նրանց տարատեսակ բարոյական սոցիալական ճնշումների եւ շանտաժի եւ նրանք ապշած էին նրանք չէին կարող հավատալ որ ընդհանրապես որևէ երկրի իշխանություն կարող է այդպես վարվել սեփական ժողովրդի եւ քաղաքացիների հետ սա դավաճանության եւս մի տեսակ է այսինքն այս մարդը ոչ միայն պատերազմի ժամանակ դավաճանական քաղաքականություն վարեց, իսկ ես ծառայելով Զանգեզուրի Կայազորային Սիսիանի հոսպիտալում 44 օր շարունակ իմ աչքերով, իմ ականջներով տեսել եւ լսել եմ այդ բոլոր դավաճանության փաստերը։ Վիրավոր տղեկը վիրակապությունների վիրահատություններից հետո պալատում վիրակապարանում հոսպիտալի տարածքում բեսեդկայում ծխելու ժամանակ ինձ պատմել են չկրակող ռուսական զենքերի մասին այդպես էլ չեկած արկերի մասին դավաճանական հրամանների այսպես կոչված գաղտնի օպերացիայի կոորդինատները Facebook-ում հայտնվելու եւ այլի մասին Եվ այդ ամեն ինչը ես անձամբ վկա եմ եղել, ես կարիք չունեմ, որ որևէ մեկը ինձ դրա մասին պատմի, և ես սև մազերով գզացի սպիտակ մազերով վերադարձա, որովհետև ամեն գիշեր ես բարձի մեջ լացում էի, որտև տեսնում էի ինչ դարակազմիկ դավաճանության և սրիկայության հետ մենք գործ ունենք։ Դրանից հետո ինքը ամեն ինչ արեց, որ նույնիսկ այդ դավադիր պատերազմից հետո Արցախը շունչ չքաշի, Արցախը շրջապատվի, հայաթափվի, մատը մատին չխփվեց ոչ շրջափակման ժամանակ, ոչ էթնիկ զտման ժամանակ։ Եվ հիմա նույնիսկ Հայաստանում արցախցիների հանդեպ այս բարբարոսական վերաբերմունքը շարունակվում է։ Մենք գործ ունենք թրքահպատակ իշխանությունների հետ, ռսա թրքահպատակ իշխանությունների հետ, որոնք օր առաջ պիտի հեռացվեն, որովհետև այո դուք ճիշտ եք, եթե այսպես շարունակվի, ինչ որ ժամանակ հետո մարդիկ ստիպված կարտագաղթեն, կծուլվեն, կգնան եւ մենք կկորցնենք Արցախի հոտն ու համը, Արցախի բարբառը, ժինգյալով հացը, հասկանում եք, այդ կոլորիտը մենք կկորցնենք։ Ես այսօր հանրահավաքի ժամանակ, երբ որ Արցախցիների այդ խոսույթը լսում էի, Արցախի այդ բարբառը լսում էի, սրտից դարման էր, հասկանում եք, որովհետև դա մեր հարստությունն է։ Արցախի բարբառը, Գորիսի, Գյումրիի բարբառը, Գեղարքունիքի, Մարտունեցու բարբառը, դա մեր հարստությունն է։ Պարոն Գասպարյան, հավատացեք հիմա էլ, հենց հիմա էլ ներքևում բազմաթիվ արցախցիներ կան, մեզ լսում են։ Ինչ կոչ կանեք իրանց, ինչ խորհուրդ կտակ կամ այսպես ասեմ։ Կոչը մեկն է, սիրելի արցախցիներ, Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի մեր սիրելի քաղաքացիներ, սա ձեր հայրենիքն է, սա ձեր տունն է։ Ես Արցախցու արյուն ցավոք սրտի չունեմ, իմ մոտ կա Գորիսեցու արյուն, կա Սևանցու արյուն, Գեղամալերների, Երզնկայի, Նախիջևանի արյուն, իմ հորական մամայի կողմը Նախիջևանցիներ են, որոնք դեռ Սուվորովի ժամանակ գաղթել են, Պապայի հայրը Գորիսեցի է, մամայի մորական կողմը Երզնկայից է, հորական կողմը Գեղամալեր, սա մեր հարստությունն է, չկա արցախցի կա, չկա սյունեցի կա հայ, որը բնակվում է Արցախում, Սյունիքում, Շիրակում, Կարսում, Էրզրումում, Արցախը նաև իմ հայրենիքն է, Հայաստանը ձեր հայրենիքն է, սա մեր, այսօր ես ինչի չդիմացա գոռացի, որտև ասում են մեկ ազգ երկու հայրենիք, չէ մեկ ազգ մեկ հայրենիք երկու պետություն, ոչ կամ մեկ ազգ մեկ պետություն, Հայաստանի Հանրապետություն, որը ունի Արցախի մարզ, Սյունիքի մարզ, Նախիջևանի մարզ, Կարսի, Էրզրումի, Արդահանի, որոնք ժամանակավորապես օկուպացված են։ Եվ հուսահատվել չկա, հոգնել, ընկճվել չկա։ Դուք Հայաստանի Հանրապետության անձնագրի լիարժեք տերն ու կրողն եք, լիարժեք քաղաքացիներն եք, սա ձեր տունն է, դուք այստեղ ունեք իրավունքներ եւ պարտականություններ։ Մոռացեք անկախ Արցախ այդ կեղծ թեզը, անկախ Արցախ թեզի շնորհիվ մենք այսօր կանգնեցինք այս օրհասական վիճակի առջև։ Հիշեք դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը, հիշեք միացում կարգախոսը, հիշեք Իգոր Մուրադյանին, Մոնթե Մելքոնյանին, Լեոնիդ Ազգալձյանին, որը ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։
Հիշեք ազգերի լիգայի որոշումը, որով ՄԱԿ-ի նախորդող կազմակերպությունը որոշեց, ասեց Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Եվ ուրեմն միացեք բևեռին, հեռացնենք այս իշխանությանը, ձևավորենք ազգային իշխանություն եւ դիմենք ՄԱԿ-ի դատարան, պատժենք Ալիևին ռազմական հանցագործությունների եւ էթնիկ զտման համար եւ ստիպենք Ալիևին, որպիսի Արցախ մուտք գործեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնց պաշտպանության ներքո արցախցիները վերադառնան իրենց հայրենիք եւ նորից իրենց տունը շենացնեն եւ իրենց երեխաներին մեծացնեն եւ տեր կանգնեն իրենց տղաների, ամուսինների, հայրերի, եղբայրների, գերեզմաններին եւ եկեղեցիներին։ Սա է միակ ճանապարհը։ Արցախը վերադարձնելը հնարավոր է, բայց Արցախը վերադարձնելու համար պետք է դաս քաղել դարը այդ սխալներից եւ մոռանալ անկախ Արցախ թեզը, կեղծ թեզը, վերադառնալ միավոր միացում գաղափարին եւ ասել Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ մենք Հայաստանի Հանրապետության մարզ ենք, որը օկուպացված է եւ պիտի դեօկուպացվի։ Եթե մենք այսպես սկսենք հարցը դնել, միանգամից Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իրանը, Հունաստանը բոլորը կպաշտպանեն եւ կասեն այո, Արցախը հայկական տարածք է։ Եվ դուք այնտեղ ռազմական հանցագործություն արեցիք, էթնիկ զտում արեցիք եւ նրանք են տերը այդ հողի։ Եվ այդ տարածքի մանդատը Ալիևինը չի, այլ Հայաստանի Հանրապետությունն է։ Հասկանում եք։ Սա է եւ երբ որ մենք սա անում էինք 88, 89, 90 թվականներին, մենք հաջողությամբ գնում էինք առաջ։ Մի անգամից մենք որևէ նույնիսկ ԽՍՀՄ կայսրությունը չէր կարող որևէ փաստարկ բերել, որտեվ դա բխում էր մեր օրինական իրավունքներից եւ եղավ դեկտեմբերի 1-ի որոշումը, եղավ ոգևորություն, եղավ հաղթանակներ։ Հետո երբ որ սկսեցին մեզ բաժանել, Արցախում սկսեցին բուծել Բակո Սահակյաններին, Արկադի Ղուկասյաններին, Արայիկ Հարությունյաններին, Երևանում սկսեցին բուծել Լևոն Տեր-Պետրոսյաններին, Քոչարյաններին, Սերժիկ Սարգսյաններին, Բերձորում սկսեցին ծեծել Ժիրայր Սեֆիլյանին եւ Սասնա Ծռերին 15 թվականին, որոնք գալիս էին Արցախ մեր սիրելի արցախցիներին սա բացատրելու եւ հասկացնելու համար, հենց այդ ժամանակ մենք պարտվեցինք։ Եվ վերջնական պարտության խնդիրը միայն ժամանակի հարց էր։ Պարտությունը արդեն կանխորոշված էր, որովհետև մեզ բաժանել էին։ Եթե մենք միասին ենք, որևէ տերություն, լինի դա Ռուսաստանի կայսրություն, թե Թուրքիա, որևէ մեկը չի կարող մեր դեմն առնել։ Նրանք վախենում են հայի միասնությունից եւ միասնականությունից։ Դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ հային պառակտեն, բաժանեն, հայի մեջ բուծեն սրիկաներ եւ դավաճաններ։ Սա պիտի մենք հասկանալ, սիրելի արցախցիներ։ Բևեռին միացեք, Բևեռի գրասենյակի տեղը գիտեք, Բևեռի ալիքի լինքերը վերցրեք, հետևեք մեր ելույթներին եւ շատ շուտով Բևեռը կոչ է անելու հայ ժողովրդին դուրս գալ եւ ողողել Երևանի հրապարակները լուծելու համար Հայաստանի իշխանության հարցը եւ Հայաստանի առաջի եւ միակ հանրապետության վերածննդի հարցը։ Երբ որ կայսրությունը փլուզվի, Պուտինյան ռեժիմը փլուզվի, իսկ դա ես վստահեցնում եմ ձեզ սարերի ետևում չէ։ Բայց այդ ժամանակ մենք արդեն որևէ սխալվելու իրավունք չենք ունենա, որտեղ այդ ժամանակ մեր վերջին հնարավորությունը կլինի ոչ միայն փրկել Հայաստանը որպես պետություն, այլև վերադարձնել Արցախը։ Այսօր ցույցի ժամանակ մի տիկին լացում էր, հոնգուր լացում էր, սիրտս չտարավ, մոտեցա գրկեցի, ասեցի լացել չկա։ Հասկանում ենք ծանր է կորուստը, ցավալի է, մեծ է, լացել չկա, հուսահատվել չկա։ Հանուն մեր զոհված տղեկի, մենք իրավունք չունենք հուսահատվելու, եթե մենք լացենք եւ հուսահատվենք, մենք կդավաճանենք մեր տղեկի շիրիմները, Եռաբլուրում, Շուշիում եւ Ստեփանակերտում, հասկանում եք, եւ թուրքը դա է ուզում, որ մենք լացենք, հիասթափվենք, հուսահատվենք, իրար հետ վիճենք, պառակտվենք, հասկանում եք, սա է, դուխով, ոգին բարձր է, դուխով բառնել չեմ ուզում ասեմ, որտեւ այդ դավաճանը պղծեց, ոգով առաջ դեպի նոր մեր
Իսկական հաղթանակները, նոր հաղթանակները դեռ առջևում են։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն անկեղծությամբ։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Հիմա խոսքը Արամին փոխանցենք։ Արամ ջան, մեկ հարց, խնդրեմ, մեկական հարց, ժամանակը շատ քիչ է մնացել, խնդրեմ։ Պարոն Գասպարյան, Ներողություն էլի, ներողություն։ Վահե ջան, որովհետև նոր մարդիկ են միացել ու հարցեր ունեն շատ, կարող հնարավոր կլինի գոնե մի կես ժամ էլ ավելացնենք։ Ինչքան ուզում եք, ես հոգնել չունեմ։ Ես Ավելի լավ։ Ուրեմն Արամ ջան, երկու հարց։ ուրեմն հանգիստ իմ հարցը ձևար։ ասեք։ Պարոն Գասպարյան, նայեք, ես իհարկե չի կարելի դաժե անվանել։ Մի հատ կատակ անեմ, որ մի քիչ էս լիցքաթափվենք, որտեվ ես հումոր սիրող մարդ եմ, ասում է ռուսերեն է, էլի, կներեք, ասում է кардиохирург должен иметь глаз орла, сердце льва, руки хозяйки, железный желудок и безразмерный мочевой пузырь. Երկար վիրահատություններին դիմանա։ Пожалуй, это достаточно точная характеристика кардиохирурга. Я с вами абсолютно согласен. Հիմա ինչ է ուզում ասեի։ Ես ընդհանրապես даже հերոյ եմ, ասենք ԱԺԲ-ին համակրող անվանելու համար։ Ասեմ։ Ես համակրողների ցանկում էլ չեմ ընդհանրապես, չնայած ես շփվում եմ։ Բայց ասենք լսելով ձեզ, պարոն Սեֆիլյանին ու Պապյանին, իմ մոտ ասենք ստեղծվել է կոնկրետ պատկերացում հայացքների, պնդումների եւ այլի մասին։ Ու իմ մոտ ասենք ստեղծվել է այդերի, ասենք կարծիք, որ ոչ միայն ասենք ինֆորմացիան բլոկադան է խանգարում ԱԺԲ-ին լինել ավելի ժողովրդական շարժում, քան կա։ Բայց այդ հարցը ես չէի ուզում այստեղ քննարկեինք, ստացվի մի օր ձեր երեքի հետ միասին, թե ամբողջ կազմի հետ միասին, թե առանձին կզրուցենք, դա ուրիշ հարց։ Ես ինչ է, այդ հանգամանքներից մեկը, որ ես կուզեի ասեմ, չնայած շատ հարցերում, ես ընդհանրապես մեկը մեկին նույն կարծիքին եմ, ինչ որ ԱԺԲ-ի անդամներ։ Շատ հարցերում։ Դա այսօրվա իշխանություն, դա Հայաստան պետություն, դա հայ ժողովուրդ, այդ հարցերի շուրջ մենք չունենք ընդհանրապես ոչ մի տարաձայնություն։ Բայց ինչ է ես ուզում անալ, օրինակ դուք արեցիք հայտարարություններ Ռուսաստանի, Ռուսաստան-Ամերիկա, Ռուսաստան-Ուկրաինա, Ուկրաինա-Ամերիկա հարաբերությունների մասին։ Ու ասացիք, ասենք շատ կտրուկ ու կոնկրետ նախադասություններ, որոնք դժե վիճելու տեղ չեն թողում, որոնք ընդունվեն որպես կոնկրետ ճշմարտություն, որից ավել էլ չկա ոչ մի բան։ Ինձ հետաքրում է ձեր այդ նկատառումները, ասենք, այդ ձևի կոնկրետ պնդումները, ինչի վրա են հիմնված, բացի ձեր անձնական կարծիքից։ Որ պնդումները, մի հատ օրինակ, Ռուսաստանը կկործանվի, օրինակ, Տրամպը որ ջղայնանա, կարող է լավ չլինի։ Ու խոսքի, ասենք Տրամպը դա Բայդեն չի։ Այս տեսակի ասենք պնդումները, երբ որ արվում են, ինչի վրա են դրանք հիմնված, ասենք կոնկրետ, բացի ասենք սեփական կարծիքից։ Okay, ուրեմն Թրամփի բնավորության հատկանիշների մասին խոսում են մարդիկ, ովքեր ճանաչում են Թրամփին, իր շրջապատը, ամերիկացիները եւ այլն, եւ բոլորը ասում են, Վահե Գասպարյանը չի ասում, ամերիկացիներն են ասում, որ Թրամփը բնավորությամբ նարցիս է, որ Թրամփը բնավորությամբ բիզնեսմեն է, որը սիրում է կնքել գործարքներ եւ չի սիրում պարտվել, որ Թրամփը չի սիրում, երբ որ իրան խաբում են, գցում են կամ օգտագործում են, մանիպուլյացիայի են ենթարկում, եւ որ Թրամփը ընդունակ է կտրուկ քայլերի։ Դա նշում են նաեւ այն ռուսները, ովքեր շփվել են կամ ճանաչում են Թրամփին։ Այսինքն սա իմ անձնական կարծիքը չի, ես Թրամփին ցավոք սրտի չեմ ճանաչում, հետո չեմ շփվել, բայց այն մարդիկ, ովքեր Թրամփին ճանաչում են, դա են ասում, եւ բոլորը միամուռ ասում են, որ Թրամփը ինքը իր բնավորությամբ այն մարդն է, որը երկար չի հանդուրժի Պուտինի այս խաղերը։ Իսկ ինչ կարա անի։ Թրամփը ունի երկու հզոր լծակ Պուտինին կործանելու, կտրուկ իջեցնել նավթի գները եւ մահացու զենքեր տալ Ուկրաինային ընդհուպ միջև տոմոհավքեր։ Հրթիռներ։ Բարձր։ Դա ընդհանրապես։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի փլուզման,
Ռուսաստանի փլուզման վերաբերյալ իմ պնդումը վստահությունը գալիս է էլի ավելի շատ էքսպերտների ռուս, ուկրաինացի, ֆրանսիացի, ամերիկացի եւ այլ էքսպերտների գնահատականներից, քան իմ անձնական կարծիքից։ Երբ որ ռուս եւ արտասահմանցի էքսպերտները ասում են, որ Ռուսաստանում անվերադարձ մահանում են ամբողջ ոլորտներ, անվերադարձ, այսինքն նավթահորերը, որոնք մեծամասնությամբ հյուսիսային շրջաններում են, Սիբիրում են, եւ երբ որ դու երկար ժամանակ չես շահագործում նավթահորը, Զամարոսկա ես անում, որովհետեւ նավթի գները իջել է եւ դու այդքան չես կարող արտահանել սանկցիաների նաեւ պատճառով, հետո այդ հորերը նորից շահագործելը շատ դժվար է։ Բացի դա այդ նավթահորերը շահագործելը պահանջում է մեծ տեխնիկական տեխնոլոգիաներ, որոնք դու չունես սանկցիաների պատճառով չես ունենալու։ Երբ որ Ռուսաստանը, որը հասարակ հերոստացույց չի կարող արտադրել եւ միշտ եղել է Պարոն Գասպարյան, կներեք։ միշտ ռեսուրս Ճշտում մի հատ։ Իսկ կներեք, ես էլ եմ լսում, ասենք, էքսպերտների, միշտ հետաքրքիր, ես չեմ լսում էքսպերտների հայկական, ռուսական կամ դաժե ուկրաինական, ամերիկական հերոստատեսություններ։ Ես լսում եմ էքսպերտների տարբեր հայացքներ, տարբեր տեղերից, տարբեր ձևի, ասենք, ձևավորված։ Ես լսել եմ այն գիտությունը, որ դուք հիմա ասում եք, որը դուք լսել եք։ Ու իմ կարծիքով, կամ տարբեր էքսպերտներ, որոնք տարբեր ֆակտեր մեկնաբանում են, ասենք, ոչ թե ըստ, ասենք, ճշմարտության, որը գոյություն ունի հողի վրա, այլ ըստ իրանց, ասենք, ավելի շատ քաղաքական ձգտումների կամ ցանկությունների։ Ես հիմա լսում եմ կոնկրետ, ասենք, այն էքսպերտների, ասենք, կարծիքները, որոնք ունեն կոնկրետ ուղղվածություն, ինչ որ մի ձևի լուսաբանելու, ասենք, փաստերը։ Բայց ի տարբերություն դրա ես լսել եմ նաև նույն ամերիկական, եվրոպական, ու ես վերջերս ավելի շատ ուկրաինական էքսպերտների կարծիքներ, տարբեր կարծիքներ, ասենք, նույն փաստի վերաբերյալ։ Ու իմ հասկանալով, դրանք ավելի շատ, ասենք, ոնց այլ ձեռնպահ կան, շատ կան ձեռնպահ կարծիքներ։ Իսկանի ձեռնպահ, որոնք ավելի շատ քարոզիչ, կամ ինչ որ համոզմունքի բերելու համար է, քան ասենք իրականությանը համապատասխանում են։ Կա այս ձևի պրոբլեմ։ Ու իմիջիալից ես կոնկրետ հաշվում եմ, որ տեսեք մի հատ նկատառում, դուք շատ բան ասում եք ճշմարտություն, շատ, համարյա ամեն ինչ ինչ որ դուք այսօր ասացիք, այդ ամեն ինչը ճշմարտություն, բայց շատ միակողմանի։ Ու դա պրոբլեմ է իմիջիալից, դա իսականից պրոբլեմ է։ Կներեք քննադատության համար, բայց ասենք ես չեմ վերապահում, որ ես ունես էքսպերտ եմ, որ ձենից լավ գիտեմ պատմությունը, ոչ։ Հարապապյանի հետ ընդհանրապես չեմ կարող մրցել, բայց չգիտեմ ինչի ինձ թվում է կա միակողմանիություն այդ հայացքների մեջ, կոնկրետ։ ԱԺԲ-ի 3 հոգուն լսելով, դուք բոլորդ էլ ասենք խորհրդի անդամներն եք, չէ՞ ԱԺԲ-ի։ Ուրիշ նշեցի, հա։ Լսելով, ես տեսնում եմ այդ միակողմանիությունը։ Ես լսում եմ այդ միակողմանիությունը, ու ես հաշվում եմ դիտողությունը, կարծիք հայտնել։ Կներեք, հիմա ես ձեզ խնդրեմ։ Ես կարծում եմ, որ դուք իմ ուղղախոսությունը մեկնաբանում եք որպես միակողմանիություն։ Բացատրեմ ինչի։ Մի րոպե։ Ոչ, ես ռուսների վերաբերյալ չեմ ասում։ Ես պատմության վերաբերյալ։ Ես ընդհանրապես եմ ասում։ Ես աշխատում եմ լինել մաքսիմալ օբյեկտիվ։ Ես չեմ սիրում, ոնց ասեմ, թրթուր թիթեր նկարել։ Ես չեմ սիրում սարեր ձորերը ընկնել, ես չեմ սիրում ասել այո, բայց ոչ, բայց այո։ Ես սիրում եմ գտնել ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը մեկն է։ Հասկանում եք, ես չեմ սիրում լինել մի քիչ հղի։ Բաժակը լիքնա կամ կիսադատա։ Բաժակը լիքնա կամ լիքը չի։ Ես կամ հղի եմ, կամ հղի չեմ։ Մի քիչ հղի չի լինում։ Այսինքն կա ճշմարտություն, որը կամ դու ասում ես, կամ չես ասում։ Եվ այն ճշմարտությունը, որը ես բացահայտում եմ ինձ համար եւ փորձում եմ լսարանին ասել, դա անում եմ հնարավորինս փորձելով օբյեկտիվ
եւ փաստերի վրա հիմնված։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին։ Նորից որտեվ դուք ինձ ընդհատեցիք, ես էլի փաստարկներ ունեմ, միգուցե ինձ հաջողվի ձեզ համոզել։ Կարծում եմ դուք համաձայն եք, որ Խորհրդային Միությունը ներկա Ռուսաստանից 5, 6, 10 անգամ ավելի հզոր երկիր էր։ Եվ տնտեսապես, եւ ռազմական առումով, եւ դեմոգրաֆիական առումով ԽՍՀՄ-ում ապրում էր 300 միլիոն մարդ, ներկա Ռուսաստանում լավագույն դեպքում 100 քանի միլիոն մարդ։ Բայց Խորհրդային Միությունում տանկերի քանակով ԽՍՀՄ 6.5 անգամ ավելի շատ տանկ ուներ, քան ՆԱՏՕ-ն բոլորը միասին։ Բայց ԽՍՀՄ փլուզումը, որը որ սկսվեց 84-85 թվականներին, երբ որ Ռոնալդ Ռեյգանը սկսեց պայմանավորվել նավթի ցածր գների մասին, ընդամենը տևեց 7 տարի, ավարտվելով 91 թվականին, եւ ԽՍՀՄ փլուզվեց մի քանի օրում։ Պարոն Պապյանը մի անգամ ասեց, որ 70-ականներին, թե 80-ականներին, երբ որ ինքը զրուցում էր ՆԱՏՕ-ի մասնագետների հետ, այնտեղ հարցում էին արել, արդյոք մենք կտեսնենք ԽՍՀՄ փլուզումը կամ ինչ կլինի ԽՍՀՄ-ի հետ։ 70 թե 80 թե նույնիսկ 90% հարցվածների ասեցին, մենք մեր կյանքի օրոք ԽՍՀՄ փլուզումը չենք տեսնի։ Եվ դա եղավ ընդամենը 10 տարի հետո։ Ովքեր որ խոսում են, որ Պուտինյան ռեժիմը կենսունակ է եւ դեռ կարող է տարիներ շարունակ գոյատևել, չարաչար սխալվում են։ Ռուսական կայսրությունը այլևս դատապարտված է անկախ նրանից, թե ով կլինի Պուտինից հետո։ Ռուսական կայսրությունը ունի անլուծելի հակասություններ, անդառնալի, սոցիալական, դեմոգրաֆիական, տնտեսական, քաղաքական, ազգային էթնիկ ժողովուրդները, թաթարները, բաշկիրները, չեչենները, դաղստանցիները, դանակները սրած սպասում են Պուտինյան ռեժիմի թուլանալուն, որպեսզի հռչակեն իրենց անկախությունը։ Եվ մենք նրանց անկախության հռչակմանը ականատես էինք Ելցինյան տարիներին։ Թաթարստանը հռչակել էր անկախություն, բայց հետո Ռուսաստանը կարողացավ պահպանել գոնե Խորհրդային Ռուսաստանի տարածքը։ Ներկա Ռուսաստանը դատապարտված է, դա իմ համար գոնե միանշանակ է, որքան որ ես հետևում եմ այդ երկրին, եւ դա արդեն գնալով սկսում են ընդունել իրենք ռուսները։ Տնտեսական քաոս է լինելու, եւ իրենք ռուսները, դուք լսեք տնտեսագետ Լիպսիցին, Կրուցիխինին, որոնք օբյեկտիվ են, որոնք որևէ քաղաքական ուժի չեն պատկանում, չեն հարում, տնտեսագետներ են, որոնք միայն ու միայն տնտեսական վերլուծություններ են անում։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, մի քանի սցենարներ կան, դա կարող է սկսվել տնտեսական կոլապսից, դա կարող է սկսվել չեչենական երրորդ պատերազմից, դա կարող է սկսվել Դաղստանի բռնկումից, այսինքն սցենարներ, դա կարող է լինել պալատական հեղաշրջման տեսքով, դա կարող է լինել ռազմաճակատում մի գեներալ Պապովի արշավը Մոսկվայի Պրիգոժինի օրինակով, այսինքն սցենարները կարող են տարբեր լինել, բայց ելքը մեկն է, Ռուսաստանին սպասում է 1917 թվականի կրկնությունը և այն ինչ որ ռուսները կոչվում են ռուսская смута, քաոս, տնտեսական կոլապս, քաղաքացիական պատերազմ, բախումներ, ուրեմն երկրի մասնատում եւ այլն։ Եվ սա իմ ցանկությունն է անշուշտ, որովհետեւ սա այն կայսրությունն է, որը որ մեզ օկուպացված եւ գաղութացված է պահում, բայց նույնիսկ եթե ես սա չցանկանամ, սա լինելու է։ Այսինքն ուզենք թե չէ, դեկտեմբերի 1-ին ամեն տարի սկսվում է ձմեռը։ Ուզենք թե չէ, ձմեռը մի գեղեցիկոր ձյուն է գալիս։ Հասկանում եք, կամ բաներ, որոնք օրինաչափ են եւ ենթարկվում են պատմական օրինաչափությանը, չգիտեմ, տիեզերական օրինաչափություններին, ֆիզիկայի օրենքներին եւ այլն։ Մեր խնդիրն է ոչ թե թերահավատ լինել, թերահավատ, այ մեր մեջ նաեւ է թերահավատությունն ու կասկածամտությունն է շատ անգամ մեզ հերու պահում ճիշտ քայլերից նախորոք,
կանխարգելիչ քայլերիչ, ճիշտ դիրքավորելուց, հասկանում եք, մենք հետո լինելուց հետո վայ post factum սկսում ենք մտածել, բայ ինչ անենք, որ չմնանք փլուզվող կայսրության փլատակիների տակ։ Ջան, ջեր Հասկանում եք։ Սա է, այնպես որ ես ոչ թե միակողմանի եմ, ես ուղախոս եմ, ճշմարտախոս եմ, պարզ եմ խոսում, բարդ ինչ որ քաղաքագիտական լեզուով չեմ խոսում, եւ դա շատերը միակողմանիություն են մեկնաբանում։ Ես միակողմանի չեմ։ Եթե ես ինչ որ մի բանի հանդեպ կասկածներ ունեմ, ես կամ դրանց մասին խոսում եմ, կամ առայժմ ձեռնպահ եմ մնում ինչ որ կանխատեսում անելու։ Շատերը ինձ մեղադրում են, որ 3 տարի է ասում ես Պուտինը կփլվի, չի լինում։ Բայց շատերը մոռանում են, որ երբ որ ես խոսում էի Պուտինյան ռեժիմի ամիսների կամ տարիների կյանքի մասին, եղավ Պրիգոժինի ռեժիմը, Պրիգոժինի արշավը եւ Պուտինյան ռեժիմը մազից կախված էր։ Եվ դա կարող էր տեղի ունենալ դեռևս 22 թվականի աշնանը։ Եվ իմ կանխատեսումներում ես ինչի սխալվեցի, որտեվ մի քիչ ավելի լավ կարծիքի էի արևմուտքի մասին, նախագահ Բայդենի մասին, կարծեցի, որ նախագահ Բայդենը ավելի վճռական համարձակ կլինի եւ իր քայլերով այնպես կանի, որ դա շուտ տեղի ունենա։ Բայց հիմա գնալով արդեն ռեսուրսները Պուտինյան ռեժիմի այնքան են սպառվել, որ արդեն իրենք ռուսները, ուկրաինացիները, ամերիկացիները, նայեք, նույնիսկ CIA-ի վերլուծական բաները, նյութերը, նրանք ասում են, որ Պուտինյան ռեժիմին մնացել են հաշված ամիսներ։ Սա արդեն նրանք են ասում։ Հասկանում եք։ Սա է։ Արամ ջան, միկրոֆոնդ փակ է, բայց կխնդրեի նոր մարդիկ եմ միացել, գոնե Ես նրանք էլ վերջացնում եմ։ հարց տան։ Արագ ջան, լսում եք։ Իմ հեռախոսը մի րոպե ժողովրդ, ես միացնեմ, նստում է, այս զարյադնիկը միացնեմ, այսինքն, ահա։ Ինձ լսում եք Արաքս։ Այո, լսվում է։ Լսում եմ։ Ես ընդհանրապես չունեի մտադրություն խորանալու Ռուսաստանի պատմության մեջ եւ այլն։ Ինձ ուղղակի հետաքրքրում էր, տեսեք, դուք ճիշտ ասացիք, որ ձեր արտահայտման ձևը շատերի մոտ առաջացնում է հարց, որ դա միակողմանիություն է։ Խնդիր չի։ Ես կոնկրետ հենց դրա մասին եմ ասում, թե ոնց է ընդունվում, ասենք ժողովուրդը, ես էլ եմ հետնում ժողովուրդը, ասենք, եթե ես ասենք այդ ձևի բան ասեցի ու դուք եք դա նկատել, ես հենց դրա մասին նկատի ունեի։ Ոստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե որ երկրի ինչ լինելու պատճառով, ինչ դա ոնց կանդրադառնա, ասենք, մեր Հայաստանի վրա, ինձ հետաքրքրում է Հայաստանը այդ բոլոր հարցերում։ Կակաս դուք ճիշտ նշեցիք, որ չմնանք փլուզումների տակ, այդ մոմենտը հարկավոր է շատ ճիշտ հասկանալ ու ժամանակին հասկանալ։ Սա ես լրիվ ձեր հետ համաձայն եմ։ Հասկանում եք, ու դրա համար հարկավոր է հաշվի առնել շատ հանգամանքներ։ Ես հենց դա եմ ուզում, որ մենք հասկանանք բոլորս միասին։ Ես հենց ուզում եմ, որպեսզի մենք ճիշտ վերլուծելով հասկանանք դա երբ կատարվի, ինչ ձևով։ Ոնց որ ասած, որ չմնանք այդ փլատակների ժամանակին, ասենք, գոնե հա մի քիչ քաշվենք այն կողմ։ Հենց դրա մեջ է հարցը։ Դրա մեջ է հարցը։ Դա համար եմ ասում, մենք պիտի նախ տեսնենք Նախ դա պիտի տեսնենք, հավատանք, ոչ թե անդադ ասենք, չէ, հնարավոր չի, դա պիտի հստակ ընդունենք որպես անխուսափելի իրողություն, որի հետ վաղ թե ուշ բախվելու ենք։ Իսկ պատրաստվելու համար պիտի ձևավորենք ազգային իշխանություն, նորմալ իշխանություն, որը այդ ժամանակ դուք պատկերացնում եք Ռուսաստանում քաոսը սկսվելուց հետո տնտեսական, թեկուզ սոցիալական ինչ խնդիրներ կառաջանան Հայաստանում, ինչքան հայեր Ռուսաստանից կփախնեն կգան Հայաստան, որովհետև կենթարկվեն ռուս բրիտագալովիների, նացիոնալիստների կամ չեչենների բռնությանը, կամ սոցիալական խնդիրների պատճառով, ինչ խնդիրներ կունենան Հայաստանի ձեռնարկությունները, որոնք կզրկվեն ռուսական այդ շուկայից եւ այլն։ Հասկանում եք, ես հիմա խոճապ չեմ փորձում բան անել ժողովրդին խոճապային տրամադրություններ, բայց ասածս էն է, որ եթե դու գիտես, որ ձմեռը վաղ թե ուշ գալու է, իսկ դու վերարկու չունես, դու պիտի շատ արագ այդ վերարկուն ձեռք բերես։ Ձմեռը մի հատ պլյուս ունի մեծ։ Մենք գիտենք երբ է գալու ձմեռը։ Մենք գիտենք երբ է գալու ձմեռը, բայց շարժում կներեք մի օրինակ բերեմ, ապրիլյան պատերազմից հետո
ապրիլյան պատերազմից հետո հստակ պարզ էր, որ լինելու է նոր պատերազմ։ Եվ մենք ժամանակը փոխանակ օգտագործենք զինվելու, դրոններ գնելու, այդ մաները պոստերը կահավորելու, պաշտպանական գծերը եւ այլն հակաօդային պաշտպանությունը, մենք ասում ենք, չէ, չլնող բանա, հնարավոր չի, Ալիևը ռիսկ չունի, Պուտինը մեզ կպահի, մենք ունենք ամենամարտունակ բանակը, եղավ, չէ։ Ասում ենք հնարավոր չի Արցախը հայաթափվի, հնարավոր չի, արդեն ռուս խաղաղապահները լավ, վատ, բայց մտել են, պահում են, կպահեն, պահեցին։ Ես դեր հետ համաձայն եմ այս հարցում, ուղղակի ամենամեծ խնդրեմը նրա մեջ է, որ եթե մենք գիտենք երբ է գալու զինվորը ու վերարկուն ժամանակին հագնում են, մնացած ասենք աշխարհակաղակական հարցերի մեջ, ինչը երբ կկատարվի, դա մեզնից կոնկրետ կախված չի։ Կոնկրետ Հայաստանից դա կախված չի։ Այո, կամ բաներ մեզից կախված չի։ Շատ խնդրեմ, այո։ Այո, բայց մենք պիտի ունենանք իշխանություն, որը պատրաստ լինի մեզնից չկախված, բայց անխուսափելի փոփոխություններից եւ դրական եւ բացասական, սա է իմ ասածը։ Այ հասանք այն կետին, որտեղ ես 100%-ով ձեր հետ համաձայն եմ։ Շնորհակալություն։ Եվ դուք դառնաք Այս սա այն կետն է, որտեղ որ համընկնում է բոլորիս կարծիքը, վիճակը ընդհանրապես պատճառ դառնում։ Շնորհակալություն։ Դավիթ ջան, շնորհակալ։ պարոն Վահե Գասպարյան, Արաքս, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Փակա միկրոֆոնը Դավիթ։ Միկրոֆոնդ փակա, Դավիթ։ Դավիթ, միկրոֆոնդ փակա։ Միկրոֆոնդ փակա։ Միկրոֆոնդ փակա, եղբայր։ Դավջո միկրոֆոնը դուց։ Ես այդ միկրոֆոն խոսում եմ, ներողություն եմ խնդրում։ Մաքս ջան, խնդրեմ, համեցի, պարոն Գասպարյան, հնարավորինս կարճ, որ բոլորին հնարավորություն տանք, նոր հյուրեր ունենք, իրանք էլ հաստատ Արտակնել, Կամոնել, Գևորգնել կուզենալ նորից հարցեր տա, խնդրեմ, լավ։ Խնդիր չկա, մենք կարանք հələ մի ժամ էլ խոսանք, խնդրեմ չկա։ Պարոն Գասպարյան, մի հարց տամ, ես մյուս իմ մնացած հարցերը փոխանցում եմ իմ ընկերոջը Արտակ Սարգսյանին, ներքևում արդեն նստած է լիֆտում է, որ ժամանակի շատ խնդիր չառաջանա։ Լավ, սա ես համարում եմ ինչ որտեղ այսօր մի քիչ ավելի կարևոր հարց, քան մնացած հարցերն էին։ Ադրբեջանի կողմից հնարավոր եք համարում մոտ ժամանակներս ռազմական ագրեսիա, եւ եթե այո, ինչպես եք պատկերացնում ներկայիս գերագույն գլխավոր հրամանատար կոչվածի հետ եւ ինչ միջոցներով, ինչ երաշխիքներով կարող ենք հուսադրել մեր ժողովրդին, որ չենք կորցնի մեր երկիրը, հայրենիքը, պետությունը, վերջպետականությունը։ Նոր պատերազմի համար Ալիևին անհրաժեշտ կլինի երկու բան։ Այո։ Ուրեմն հարմար աշխարհակաղակական իրավիճակ եւ թույլտվություն իր տերերի կողմից Պուտին, Էրդողան, Իսրայել եւ այլն։ Ուրիշ զսպող հանգամանք նրա համար գոյություն չունի։ Եթե այդ երկու պայմանները նա ունենա, նա անկասկած կհարձակվի եւ Սյունիքի վրա եւ Գեղարքունիքի եւ այլն։ Ես ուզում եմ հուսալ եւ վերլուծությունները գոնե մեր վերլուծությունները առայժմ մեզ հույս են տալիս, որ աշխարհակաղակական զարգացումները գնալով ավելի հայանպաստ են եւ ոչ ադրբեջանանպաստ։ Ես նկատի ունեմ եւ Թուրքիայում սկսվող քաղաքական տնտեսական անկայունությունը եւ Իրանի հետ լեզու գտնելու արևմուտքի ձգտումը եւ Ռուսաստանի Պուտինյան ռեժիմի գնալով թուլացումը տնտեսական ռազմական եւ այլն եւ ես կարծում եմ որ պատերազմի նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը մեղմ ասած շատ բարձր չի գոնե հիմա այս պահին եթե պատերազմ լինի նոր պատերազմ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք կկորցնենք Սյունիքը եւ հայոց պետականությունը հաջորդ նոր պատերազմը Նիկոլ Փաշինյանի օրոք կլինի Հայաստանի համար վերջին պատերազմը եւ կործանարար։ Հարցից մեջ ներառում էր նաեւ այս մի քանի տողը, ինչ երաշխիքներով կարող ենք հուսադրել մեր հաշվի առնելով վերոհիշյալ, ասենք հանգամանքները, այդ տխուր իրավիճակը,
ինչ երաշխիքներով կարող ենք հուսադրել մեր ժողովրդին, որ չենք կորցնի մեր երկիրը, պետությունը, պետականությունը։ Ոչ մի երաշխիք։ Քանի կա Նիկոլ Փաշինյանը նման երաշխիք չենք կարող տալ մեր ժողովրդին։ Պատերազմից խուսափելու, Սյունիքը կորցնելուց խուսափելու, մնացած հարցերը հայանպաստ լուծելու միակ երաշխիքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Սա հստակ։ Սա բոլորը պիտի հստակ հասկանան։ Յուրաքանչյուր օր ավել, երբ որ այս մարդը մնում է իշխանության, մենք ունենք ռիսկեր նոր պատերազմի եւ նոր կորուստների։ Եվ որևէ երաշխիք չկա, որ մենք դրանից կարող ենք խուսափել։ Ուզում եք, որ լինի խաղաղություն, պիտի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ուզում ենք, որ փրկենք Սյունիքը, պիտի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ուզում ենք լուծել հայցերի եւ ռեպարացիաների հարցը, պիտի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ուզում ենք լուծել այսպես կոչված անկլավները վերադարձնելու հարցը, պիտի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Կոռուպցիայի հարցը, չգիտեմ, առողջապահական, կրթական բոլոր Նիկոլ Փաշինյանի հեռացումն է այն միակ երաշխիքը, որ մենք կարող ենք տալ հայ ժողովրդին։ Դրանից հետո միանգամից վիճակը կսկսի կտրուկ փոխվել։ Ես ձեզ վստահեցնում եմ, բարով խերով այդ օրը գա, դուք ինքներդ կհամոզվեք, կտրուկ կսկսի փոխվել ռազմական իրավիճակը, տնտեսական իրավիճակը, պաշտպանական, ուրեմն արտաքին քաղաքական, առողջապահական եւ այլն, որովհետեւ այս մարդիկ ոչ միայն դավաճան են, նրանք դիլետանտ են, նրանք ապիկար են, նրանք ոչ ուզում են, ոչ էլ կարող են բանակ ղեկավարել, տնտեսություն ղեկավարել եւ այլն։ Սրանք բերվել են հայոց պետականությունը ոչնչացնելու։ Հարցերը շատ են Դավիթ ջան, բայց ես Շնորհակալություն, Մաքսա, իմ շնորհակալություն։ հարցերը թույլ տվեք թող Արտակ Սարգսյանը իմ հարցերը ասելով իմ փոխարեն ինքը Հասկացանք։ Գևորգ ջան, Գևորգ լսում ես մեզ։ Գևորգ Գևորգ արդեն հարց տվել է։ Այո, ուրեմն հիմա խոսքը կտանք Արտակին, Արտակ ջան, բարով ես եկել։ Խնդրեմ համեցի։ Չէ որ Մաքսին ու Ադմիրալին խոսք տվեցիք, նորից բան արեցին, դրա համար ասի Գևորգին էլ մի հատ լավ, խնդրեմ Արտակ ջան։ Հարգանքներս, պարոն Դավիթ, հարգանքներս, պարոն Փոխադարձ։ Բարև ձեզ։ Պարոն Գասպարյան, ճիշտ ասած չի ուզում հարցեր տալ, Արտակ Սարգսյան անունս, նորաստեղծ Քրոջարի կուսակցության հիմնադիր Արթուր եղբայրներից մեկը, Տիկին Արաքսյա, բարև ձեզ։ Հիմա հարցեր չի ուզում տալ, բժիշկ եք, հատուկ հարգանք կա բժիշկներին, բայց մի քիչ զրպարտություն հնչեց, բոլոր կուսակցությունները կամ թուրքահպատակ են, կամ ռուսահպատակ են, կամ արբանյակներ են։ Ճիշտ եք այդ գտնում, էլի պնդում եք, որ միայն բևերն է ազգային։ Ձեր կուսակցությունը նոր է ստեղծվել, կապրենք կտեսնենք։ Լավ, մի հատ ուրիշ հարց։ Շփվում եք ձեր թմի հետ, հա։ Ոչ։ Այսինքն պարոն Սեֆիլյանի հետ կամ չեք շփվում։ Մեր թմի հետ իհարկե շփվում եմ։ Ես կարծեցի ձեզ նկատի ունեք։ Չէ, լավ, մի հատ հարց։ Սամվել Բաբայանը ասում էր, որ Ժիրայրը Շուշիի գրավմանը ընդհանրապես այնտեղ չէր, անտառում մոլորվել էր, այդ վիրավորումն է, այդ փափուկ մկանին էր կպած ու ժողովրդի լեզվով ասած փախած գյուլա էր։ Հիմա ես Շուշիի գրավման հրամանատարին գիտեմ, Պետրոսին, ու ես Ժիրայր անուն չեմ լսել։ Ղևոնդյան Պետրոսը, դաշնակ, շատ լավ մարդ, ինչ կասեք այդ մասին։ Այսինքն ինչ եք ուզում, որ ես Սամվել Բաբայանի բամբասանքները մեկնաբանեմ։ Չէ, ասում եք հատուկ ջոկատը ստեղծվել է Շուշիի գրավումից հետո։ Ես ձեզ փաստերով օրերով կասեմ, երևի դուք լավ բժիշկ եք,
բայց որպես լավ զինվորական չեք կամ ընդհանրապես զինվորական չեք։ Այդ հատուկ ջոկատը, որ ասում եք Շուշին գրավել է, ստեղծվել է Շուշիի գրավումից հետո, ես ձեզ օրերով կասեմ, ամիսներով կասեմ։ Այո։ Եվ Չէ, այսինքն դուք հատուկ որ ես ջոկատ համաձայնվել որ ասել։ Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի ազատագրմանը չի մասնակցել։ Ես գիտեմ Շուշիի ազատագրման հրամանատարին, Պետրոս Ղևոնդյանին, ունդեղ Որի տեղակալներ, որքան ես հիշում եմ, Ժիրայր Սեֆիլյանը Պետոյի։ լավ, փողերի Եվ իր զավակին կոչելա Պետոյի անունով։ փողերի Եվ իր կորելը, զավակին կոչելա Պետոյի անունով։ փողերի կորելը գումարտակից ինչ կասեք, էդ էլ էր կեղծ։ Փաստեր ունեք, ինչ որ փաստեր կան։ Դե փաստեր ունեցողներ շատ կան, խոսակցությունները շատ են։ Փաստերը ներկայացրեք, փաստերը ներկայացրեք։ Դատախազ չեմ։ Ես ոչ Ես- հակակոռուպցիոնն եմ, ոչ բանն եմ։ Եթե իմ մասին փոքր այտենց բամբասանք լիներ, հակակոռուպցիոնը ինձ ձերբակալած կներ։ Հիմա հարցը գնում է ինչու նրանք ձերբակալված չեն։ Ուրեմն փաստեր չկան։ Լավ, փաստեր չկան։ Որտեվ եթե փաստեր լինել, ով, բայց Ժիրայր Սեֆիլյանին կձերբակալեին։ Ժիրայր Սեֆիլյանը այդ ժամանակ բանտում էր։ Չէ, ուրիշ հարց է, էսի տիկին Ալեքսե։ Լավ։ Բժիշկ եք, կյանքեր եք փրկում, Հիպոկրատի երթում ունեք, ձեր թմակիցները հայերի կյանքեր են խլում։ Ոնց եք էդի իրար հետ միացնում։ Օրինակ, փաստեր։ ՊՊԾ-ի գունդը, ՊՊՑ-ի գնդի ժամանակ ինչ կյանք ա խլվել։ մեր հայերի կյանք։ ՊՊՑ-ի գնդի 3 զոհից 2-ը ուրեմն սպանվել են ոստիկանության կողմից, Ով է ասում իսկ դա։ վկաները, տեսնողները եւ զոհերից մեկի հայրը օրինակ։ Հայրը, չգիտեն, կա տրասոլոգներ, որ դուք գիտեք տրասոլոգը ինչ է։ Լավ, մի հոգի է զոհվել։ Մի հոգի չի զոհվել։ Այդ մի հոգին զոհվել է փոխհրաձգության ռիկաշետի հետևանքով։ Սա մեկ, երկրորդը ՊՊՑ-ի գունդի գրավումը դա ապստամբություն էր եւ հետաքննությունը պիտի կատարվի այդ տրամաբանությամբ։ Ցանկացած ապստամբության ժամանակ լինում են ցավոք սրտի զոհեր։ Բաստիլի գրավման ժամանակ 100-ից ավել զոհ եղավ եւ Բաստիլի գրավումը հիմա համարվում է Ֆրանսիայի ազգային տոն։ Ես պատմությունը չեմ համարում ճշգրիտ գիտություն, մի գիտություն, որ կարող է խմբագրվի, ես ճշգրիտ չեմ համարում, Բաստիլի գրավումն էլ իմ գործը չի, ես խոսում եմ այդ փոքրականակ ազգը, որ դուք խոսում եք, ու մտնում են ձեր թիմակիցները, խփում են։ Դուք որպես բժիշկ երթում տված, նույնիսկ եթե ադրբեջանցի բերեն ձեր մոտ, դուք բուժելու եք։ Հիմա ես ասում եմ, ոնց եք այդ երկու հարցը իրար հետ միացնում, մի կողմից կյանք փրկել, մյուս կողմից ձեր թիմակիցները կյանք են խլում։ Իմ թիմակիցները որևէ մեկի կյանքը չեն խլել, սա մեկ ես կրկնում եմ։ Եղել է ապստամբություն, որի նպատակն է եղել կանխել վերահաս պատերազմը, այն ինչը որ մենք հետո տեսանք 2020 թվականին։ Բա ինչու պարոն Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր պահանջում ՊՊՑ-ի գնդի ժամանակ։ ՊՊՑ մտած տղաները պահանջում էին Սերժ Սարգսյանի Ես հրաժարականը։ գիտեմ, ես ասում եմ պարոն Սեֆիլյանը ինչու չէր պահանջում։ Պարոն Սեֆիլյանը բանտում էր։ Լավ, զենքը, որ ստացել է նագրադնոյ, ասենք, հա, ռուսերենով, հետ տվել է։ Ես չգիտեմ, այդ իրան կհարցնես։ Հարցնեք երևի։ Ես ձեր այդ Հարցնեմ։ դուքով, ես բևերը լրիվ, հենց դուք բևերի ժողովուրդը ջղայնանում եք, սկսում եք դույով խոսալ։ Ես ջղայնանում եմ, երբ որ մեզ փորձում են վերագրել են ինչ որ մենք չկանք եւ չենք։ Այսինքն ՊՊՑ-ի գունդը բևերը Սասնար ծռերի հետ չէր։ Բևերը նախ Սասնա ծռերից տարբերվող կազմակերպություն է, Սասնա ծռեր խմբի որոշ անդամներ այո հիմա Բևերի համակիրներ են։ Դες դրա համար հարցեցի, շփվում եք ձեր թիմակիցների հետ։ Անշուշտ,
Իմ լավ ընկերներն են։ Մի քանի օր առաջ ձեր թիմակիցները ասում էին այո մենք Սասնա ծռերի արարքը պաշտպանում ենք ես այն հիմա լավ վերջի հարցը ստամ որ Դասնածռերի ապստամբության շնորհիվ պատերազմը գոնե 4 տարով հետաձգվեց։ ես չեմ հավատում դրան Դա ձեր իրավունքն է։ հա հիմա մի հատ էլ հարց ձեր զինվորական գիտելիքները ինչքան է պարոն Գասպարյան Այնքան որքան ես ստացել եմ ռազմական ամբիոնում։ Ես գործառայության լեյտենանտ եմ, ես զինվորական չեմ։ Հասկանալի է։ Լավ հարցեր չունեմ ուղղակի կխնդրեի այդ կուսակցություններից որ խոսակ մի քիչ զուսպ լինեք մենք կուսակցություն ենք ոչ մի կուսակցությանը չենք զրպարտում անուններ չենք տալիս համաձայն ենք անուններ չենք տալիս բայց ձեր կողմից մի քիչ չեմ ուզում էլի Այն բոլոր կուսակցությունները, որոնք գործունեություն են վարում այսօր քաղաքական դաշտում, բացառությամբ մի քանիսի օրինակ պահպանողական կուսակցությունը միացավ Բևերին, մնացած բոլոր օրինակ հայտնի կուսակցությունները ակնհայտ վարում են կամ պրոռուսական կամ պրոթուրքական քաղաքականություն։ Լավ, կարաք մի հատ կուսակցություն ասեմ դրա ունը տամ ու դուք ասեք որ դա Արբանյանը Ներողություն, պարոն Արտակ, ներողություն։ Որովհետև սա լինում է երկխոսության նման բան ու այստեղ մարդիկ են միացել։ Իդեպ դուք Շուշիի գումարտակի հետ կապված հարցեր եք տալիս, Շուշիի գումարտակի զինվորներից, հրամանատարներից հիմա ներկա է, որ պարոն Սեֆիլյանի զինվորն է եղել։ Ես Ալեքս ջան, ես մի բան ասեմ, այն բոլոր կուսակցությունները, որոնք ես տեսնում եմ, իմ իրավունքն է իմ գնահատականը տալ այդ կուսակցությունների գործունեությանը։ Եվ եւս մի բան, ներողություն, ելնում եմ նրանց քայլերի եւ նրանց ելույթների, շեշտադրումների հիման վրա եմ դա ասում։ Լավ, դուք կուսակցության համար ասեք որ մի քիչ դուք կուսակցությունը Դուք կուսակցություն ներողություն, պարոն Գասպարյան։ Ես այդտեղ չգիտեմ ինչ շատ տգեղ բան եմ տեսնում։ Պարոն Արտակ, դուք նեղեցիք դուք ներողություն էլի, ներողություն, ասում եք դուք չեք կանգնացնում իրան։ Չէ, մենք կանգնացնում ենք, ուղղակի դուք հարցերի թույլ տվեք, դուք պահանջեցիք մարդը ձեր հետ դուքով խոսա, բայց դուք պարկած վիճակով եք խոսում մեր հետ, բոլորիս հետ։ Սա հարգանքի նշան է, որ դուք խոսաբերեցիք լսարանին։ Տիկին Արաքսյան։ Ահա, շնորհակալություն։ Բոլորի նկատմամբ պետք է այդ նույն հարգանքը դրսևորվի։ Երկրորդը ներողություն մի բան էլ ինձ գնահատական տալ թե ես տգետ բաներ եմ ասում թե չէ, դուք չէ որ պիտի տաք։ Ես տգետ բառ ասեցի։ Ես տգետ լսեցի։ Ես ասեցի տգեղ։ Հա, դե տգեղ, եթե ես քաղաքական գնահատական եմ տալի որևէ կուսակցությանը, ինչով է դա տգեղ։ Թե ձեր գաղտնիքա, որ Հայաստանում կուսակցությունների մեծամասնությունը վերահսկվում է Կրեմլի կողմից, դա ձեր համար գաղտնիք է։ Ես չգիտեմ, եթե դուք Կրեմլում հատուկ մարդիկ եք։ Ես ձեզ ասում եմ, չգիտեք իմացեք։ Այսինքն կուսակցության անդամներն են ձեզ ասել, ղեկավարն է թե Կրեմլը։ Այստեղ հարցը է։ Կուսակցության քայլերից ամեն ինչ երևում է։ Լավ, Տիկին Արաքսյան ջան, ես իշտեմ հարգանքը Ես կխնդրեի մնայեք մինչև Արտուր Հովհաննիսյանը, որը Շուշիի գումարտակի զինվոր է, նույն ինքը պարոն Սեֆիլյանի զինվորը, լսեք նրա վկայությունը։ Մի վարքյան կամո, Արտուր ջան միացրու։ Բարի երեկո հարկանքներս հայր ջան, ուղղակի Արտակ ջան, հարկանքներս բոլորի հանդեպ ես որոշ ազնական բան չունեմ, որից մի հետ կապված, բայց ինչ վերաբերում է ինչ դուք նոր հնչեցիք Շուշի առանձնագի գումարտակի հետ կապված, ասելով որ Շուշի առանձնագի գումարտակը չի եղել, ես հիշեցման կարգով ասեմ եղբայր, մինչև Շուշի առանձնագի գումարտակ, այստեղ որոնք որ 90-ականներին պատերազմներին մասնակցել են, լավ գիտեն, գոյություն ուներ վաշտեր, առաջի վաշտ, երկրորդ վաշտ, երրորդ վաշտ, իսկ Շուշի առանձնագի գումարտակը, որ հետո ձևավորվել, եղել է հենց առաջի վաշտը, պատկերացրեք, այս իմացածը յուրաքանչյուր պատերազմ անցած տղա կարող է հիմնավորել հաստատել, որ սա հերորանք չէ, սա ինչ որ մի հատ որից է մի հատ
բան երևակայություն չէ, սա Ես իրականություն է։ գիտեմ, Մենք եղել ենք առաջի վաշտը։ Իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված, որ ասում եք Ժիրայր Սեֆիլյանը չի եղել, Ժիրայր Սեֆիլյանը հենց Շուշի առանձնագի գումարդակի հրամանատարն է եղել։ Իսկ մեր հարգելի Լուսայի Շադակ Պետրոս Ղևոնդյանը եղել է գումարդակի փոխհրամանատար։ Եղբայր կներեք, ես անկուսակցական եմ, նաև ասեմ, որ իմ ընկերները այսօր անկախ նրանից որ քաղաքական կուսակցության է աջակցում կամ կուսակցության անդամ է, ես անկուսակցական եմ, բայց երբ որ խոսքը վերաբերում է ճշմարտությանը, ես ասեմ, որ հարգանքներս բոլորին չի կարելի ընդհանրապես իրականությունը խեղաթյուրել։ Տեսեք, ես ձեր անձը չգիտեմ, չեմ ճանաչում։ Ես որևիցե մեկի ասելով ձեր անձի հանդեպ կարծիքներ չեմ իրավունք չունեմ ձևակերպել։ Եթե դուք խոսում եք այդ բայրը, դուք անձամբ գիտեք, տեղյակ եք, կարող եք հիմնավորել այդ ինչ որ նոր հրճեցրեցիք, իրոք այստեղ գտնվող 220 մարդկանց ներկայությամբ։ Պարոն Արթուր ջան, ուրեմն երբ որ Սամվել Բաբայանը հնչեցրել է ու պարոն Սեֆիլյանը, այսինքն ինչ որ դրան չի հերքել, ես հավատում եմ Սամվել Բաբայանին, կարող եք YouTube-ում նայել, Ներողություն, կրկին խեղաթյուրվում է տեղի ունենում, որովհետև Սամվել Բաբայանը նույն ինքը վերջերս հայտարարություն տարածեց, թե իբր հոկտեմբերի 27-ի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը զանգել է, ասել է մորուքս սատկել է։ Ժիրայր Սեֆիլյանին այդ հարցը ուղղվեց հենց այս հարթակից, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ բացահայտ սուտ է, կա դրա սղագրությունները, հանեք, լսեք, ես ոչինչ չեմ ավելացնում։ Ներողություն ավելացնեմ, վերջացնում եմ։ Կան դրա սղագրությունները եւ ինչ է կարծում, Ժիրայր Սեֆիլյանը ամեն անգամ պիտի Սամվել Բաբայանի սուտ հերյուրանքներին պատասխան տա, ով չգիտի ով է Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանը այն մարդն է, որ ամեն իշխանության ժամանակ մի նժարի ծանր կողմն է թեքվել։ Նույն Սամվել Բաբայանը մի ժամանակ մանդատը տալիս է ռուսին, իսկ հիմա էլ թրքացման ինտեգրվելու մասին է Սամվել Բաբայանը Բաբայանի մասին է հիմա Բաբայանը հիմա բամբասում է կոմանդոսի մասին։ Կարելի է անել։ Ես կազմակերպեմ դրսից փորձագետներ բերեմ այդ լայ դետեկտորով, պարոն Ժիրայրը ու պարոն Սեֆիլյանն էլ, պարոն Բաբայանն էլ մասնակցեն ու այդ հարցերը տանք ու պարոն Դավիթի Եթե դուք ունեք այդ հնարավորությունը, պարոն Արտակ, այդ լայ դետեկտորը բերեք, Նիկոլին ու 4 նախագահներին նստեցրեք ու նման գործ արեք, որպեսզի երկիրը ժամանակներ կգա։ Իրան ժամանակներ կգա։ Պետք չի դուք Ժիրայրին ու Սամվելին նստացնեք։ Ժիրայրը առանց լայ դետեկտորին էլ ամբողջությամբ ճշմարիտ խոսքը ասում է։ Լավ, ես շնորհակալ եմ բոլորից հետ։ Շնորհակալություն։ Չգիտես Արտակ ջան, մեկ հարց ունեմ։ Քեզ։ Բարև ձեզ, Աշա քույրիկ։ Քո գլխավորության բոլոր մեր հայրենիներին միամշակ շնորհավորում։ Դավիթ ջան, քո գլխավորության բոլոր եղբայրներին բարևներ։ Մեծ հարցամ էլի, Արտակ ջան, քեզ եմ հարցամ։ Աղբերս այնց հավեսով խոսացի դուրս եկավ։ Ես էլ եմ ուզում կուսակցություն բացեմ, ուզում եմ անուն էլ դնեմ, ով չի ուզում մեր ծառը, պաշարանգիրը, անտառը։ Ինչքան փող է պետք։ Կուսակցություն բացելու ես կարամ ասեմ փաստաբանի գումարը մոտ 1 միլիոնի կարգի պլյուս պետական турք։ Ունդեղ համագումար պետք է, որ այդ գաղափարը պետք է առաջ տանի։ Ինչ գաղափար։ Որ ով չի ուզում մեր ծառը, պաշարանգիրը, անտառը։ Հա, իհարկե պետք է, բա։ Բա դրանց համար ինչքան փող պետք տամ։ Չէ, դրան փող չես տալու, դա դու ես սկսելու։ Այսինքն ես պետք է այնքան հավատամ իմ աբսուրդին։ Արա մեծ մարդ եք, արա 2.5 միլիոն հայ ենք, արա մի Հայաստանում 138 կուսակցություն, արա։ Ինչն է դրա խնդրեմը։ Մեր Հայաստանի ես կուզեի քեզ հարց տայի, պրյամոյ կներեք էլի, վայ Գասպարյան պարոն, ես կուզեի քեզ հարց տայի, Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան է։ 29800։ Առա քեզի 162000 կիլոմետր է։ Հայաստանի Հանրապետությունը 1922 թվականից հետո չի փոխել իրա։ Չի փոխել իրա բանը, ինչ են ասում են այն անասունի անունիչա, այն որ ասում անդադ փոխի, մոռացել եմ։ Այն արնա եմ մոռացա, մենք ինչ ասեմ։ Դու մի քիչ
Չի փոխել Հայաստանի Հանրապետության սահմանները 162,000 կիլոմետր է։ Ոչ մի ձևի չի փոխվել Կարսի դագավորից հետո դու օրենք ես փոխել չէ որ կուսակցություն փոխել դերեք պարոն Կասպարյան ոչ մեկ ներկայացավ այս կուսակցականները եկել են սաղ երկրի հերանիցել եք արա դուք եք անիցի արա գնացեք արա ես ասում կամո տեսեք արա ձեր մալ կուսակցություն ինչ եք ուզում արա այս Հայաստանը Ինչ ես ներեգություն ժողովուրդ դու ինձ արա ես ասում ջղայնացել ես հենա բժիշկը վերևնա մի հատ դեղ վեկալ այդ բժիշկից կամ ինձ զանգի հեսա Փաշինյանի զանգեմ տենամ իս դեղ պետք է խմեմ որ դասեմ քեզ եմ տալու զանգի արի ես ներեգություն ժողովուրդ դու ինձ տես ես քեզ դեղեր Ես խնդրում եմ միկրոֆոնը փակել եմ կամո միկրոֆոնը փակել եմ վերջացրեք Հայեր Ներեգություն, ես ես մի երկու րոպեր զբաղված էի, չեք կարող մոտենալ, բայց ոնց որ ես ինչ, խնդրում եմ հարգեք ձևաչափը, բոլորին խնդրում եմ հարգեք ձևաչափը, բոլորին հնարավորություն տա Կամո ջան, Իվարյան, Կամո ջան, ախպեր ես, Պարոն Դավիթ ջան, ես հասկանում գնամ Պարոն Գասպարյան, մեծ հարց եմ տալու, այսքան վաղ ես լսում եմ, ես այսքան 100 հոգի հարց տվան։ Մի հատ մեկը, մեծ հարց չտվավ, էլի։ Արեք մի հատ ուսումնական ձրի կենտրոն սարքենք, մի հատ օրինակ հիմար բուժ կենտրոն սարքենք ձրի, այն անտերների համար, էլի։ Իրականում անտերների համար։ Արեք մի հատ սկսենք հələ մեծ հայոց պատմությունից, օրինակ սկսենք մեծ Հայաստանի Հանրապետությունից Ամեն մեկը իր աթոռի տեղն է կռիվանում։ Արա, բախի չեն գնում առաջիկից կռիվանեն հետո։ Մի կվադրատ մետր հող, գոնե մի կվադրատ մետրը մետրի վրա, որ աթոռ դնեն, արա։ Հարց եմ տալիս ես, էլի, դուք մի հատ ծրագիր ունեք, որպես բժիշկ, էլի, մի հատ ինչ-որ մի հատ տեղ 10-ից գոնե 2 հատ հիվանդի սիրտը ձրի օպերացիա անեք։ Ունեք այդ ծրագիրը։ Դու ես գիտեմ, դուք լավ սրտի բժիշկ եք։ Ես ինչքան հասկացա առողջապահության Ես որ շարունակամ, ես իմ սրտի հիմել ես իմ սրտի մասն եմ մտա, իմ մասն եմ մտա։ Կարատես բաների, որ եկուցե մի սորը այսպես հավայի խոսացողների մալ ինֆարկտ ստանամ, գոնե ես փող չունեմ, ձերի օպերացիա անեմ։ Կարամ։ Հիմա սա կատակեր հարցեր թե ելույթ էր, ես չհասկացա։ Կա հարց կոնկրետ։ Իզման 100 հոգի մարդ կա մի Հայաստանում, որ ինֆարկտ ստանեմ։ Ապուշ հարցերի համար, որ մարդը, լուրջ բժիշկ եկել են ասում են, ինչ ես մտածում Սամվել Բաբայանը մասի, արա Սամվել Բաբայանը բեսան փող ունի, կայֆոտ ապրում, օրինական 10-20 տարեկան կազետ ֆռում, ընտանից լապեն, հետա Կամո, հասկացան, Կամո ջան, էլի ախպերս խնդրում եմ, ժողովուրդ ժալը բաներ ա գալի էջի վրա, խնդրում եմ լայքերը պահեք, ես քեզ մի հատ բժիշկի կտանեմ, մի հատ իմ հետ կապնվի, ես քեզ բժիշկի կտանեմ։ Այսպես ես դու Всё, Կամո ջան, խնդրում եմ հարցը Կամո ջան, չեղավ, է ցավը տանեմ, չեղավ, ախպերս Արամ որնա, այ տղա, մի հատ այդ ակնոցները Ես խնդրում եմ շարունակել այս վեճը Արտակ ջան, խնդրում եմ, էլի Ազնականողների համար այդ կզանգեմ Կամո Պարոն Դավիթ չեղավ սենց, եթե սենց անենք Եկեք հարգենք էլի, ես սարքում ենք ես ամեն ինչը ես հյուրդ նստած մեզի անպատվում է, Ախր հենց ես այդ պային բանի մոտ չէի, Արտակ ջան, ես ներողություն եմ խնդրում, այդ պային մի րոպեով Պարոն Գասպարյանը մեզ անպատվում է, այն մյուս հարց տվողը, Պարոն Գասպարյանը ձեզ ինչ է Մանիպուլյացիա է կանում, պարոն Գասպարյանը որևէ մեկին չի կուսակցությունները լրիվ քաղաքական գնահատական է ասել Արտակ ջան, դա քաղաքական գնահատական է, ես դրա հետ Դու գնահատական չեք ասում, դուք անհիմն հերուրանքներ, որոնք Արաքս, լավ, եկեք ես ամեն ինչը Ասում եմ եկեք փորձագետ բերեմ, եթե անհիմն է, ինչի եք հրաժարվում։ Ես ասացի փորձագետ առաջինում համար բերեք։ Դավաճանների Իվարյան, ժողովուրդ, Արաքս Ժողովուրդ, չեղավ սենց, խնդրում եմ հարգեք իրար հարգեք Բանավեճ ենք անելու, թե վիճելու ենք, թե ինչա Եկեք քաղաքակիրթ պահենք մեզ, էլի ժողովուրդ, խնդրում եմ Այս ամեն ինչը ոչ մեկիս հաճելի չի, հասկանում եմ հարցեր կա, սուրա, հարցեր կա, խնդիրա, չգիտեմ ամեն ինչը ուրիշ ձև է
բայց եկեք այս ամեն ինչը հարգենք էլի իրար։ Սենց չի լինի։ Ես մի բան ասեմ ներողություն, երբ որ ես իմ քաղաքական գնահատականը տալիս էի, ես հիմնվում էի փաստերի վրա։ Երբ որ Արցախը բլոկադայի մեջ էր, որևէ քաղաքական ուժ, որևէ ակցիա դրա դեմ չարեց։ Երբ որ Արցախը էթնիկ զտման էր ենթարկվում, որևէ քաղաքական ուժ ռուսներին չմեղադրեց, ռուս խաղաղապահներին չմեղադրեց, որոնց քթի տակ աշկի առաջ այդ սաղ տեղի էր ունենում։ Որևէ մեկը ռուսական դեսպանատան առաջ ակցիա չարեց, ռուսական բազայի դեմը ակցիա չարեց։ Բա ուր էր ձեր ազգային մտածողությունը, հարգելի կուսակցություններ, երբ որ էթնիկ զտում էր տեղի ունենում, ինչի էիք վախեցած նստած, որովհետև Պուտինից էիք վախենում, մի բառ ասել էիք վախենում, որովհետև գիտեիք, որ Պուտինի քավորությամբ Արցախը հայաթափվում, հիմա Կուրսկին ծեծում եք, ասում եք, մենք ազգային ենք, մենք ռուսի տակ չենք, սրա տակ չենք, բա ռուսի տակ չէիք, գնաք ռուսի դեմը խոսայիք, Արցախ էր հայաթափվում, բա խոսայիք, ուր էիք, տղամարդ էիք, դուխով էիք, բա գնայիք խոսայիք, ակցիա անեիք, Եվրամիության դիտորդները հոսում էր հաներ երկրից, մեկը չկայիք գայք Եվրամիության դիտորդների դեմը ակցիա անեիք, պահանջեիք, որ իրանք մնային։ Ես դատում եմ գործերով, որևէ կուսակցություն իր գործերով ապացում ինքը Կրեմլի շուննա, թե անկախ կուսակցություննա։ Անկախ էիք, ազգային էիք, գետնի վրա մենք պիտի դա տեսնեինք ու համոզվեինք։ Էա։ Դավջան խոսք կտաս։ Աշոտ ջան, կամերան բացեք նոր։ Կամերաները բացեք նոր, առանց կամերա բացելու չենք խոսում։ Տես, նույնիսկ ես երկու րոպե ընդամենը 2 րոպե ինձ թույլ տվեցի բանը էկրանի դեմից բացակայեմ, եղավ էս ամեն ինչը։ Խնդրում եմ կամերաները խոսալուց բացվեք, նոր խոսում եք ու ահավոր ձերի հարգանքով բոլորը։ Մի րոպե ես մի հատ բան ասեմ, միշտ եմ էլի ժողովուրդ ջան։ Կլինի։ Ասա Պարուր ջան։ Ես կներեք էլի, ես տնից դուրս եկա, քանի որ մեր տան մեջ ծառերից մարդ կա, իմ պապան ծառերից է, ու ծառերի անվան տակ բաներ է խոսացվում։ Պրոստը արտակի ես չունեմ բան բացադրելու, ստեղ քո Դավիթ ջան, քո մոտ էլի ասեմ, որ ասում եմ մարդ են սպանել, ինքը ինչ գիտե ով ում է սպանել։ Այսօր ես Ստեփանոսյանի ընտանիքի հետ շատ սերտ բարեկամություն եմ անում, աղբոր հետ։ Էդի մեկ, Ստեփանոսյանի հերը 100 անգամ ասել է, որ Սերժն է սպանել տղուս։ Կա։ Ընդ մի բանը որ կա Վանոյանի հետ, էդ էլ տղաները մտնելու ժամանակ փող հրաձգություն ա եղել, էդ էլ ապացուցված չի։ Էդ է Սերժը թո այդ հրապացուցերում հետ էր։ Մեկ, երկրորդը եթե տղաները ուզենային ընդ ոստիկան սպանեին, ընդ Օսիպյան կար, Վարդան կար, գեներալ, ինչ վատ տեխնացուներ էին ոչ սպանվեին։ Պրոստը գիտեմ, արտակի մոտ քամին որտեղից է գալի, մեկ էլ մի հատ լրացում անեմ Դավիթ ջան, իշտ եմ էլի, մեկ էլ որ ասում են Ժիրայր Սեֆիլյանը բան էսա, ասեմ պարզ, Ժիրայր Սեֆիլյանը Շուշի 77 մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն է եղել, որի պետոն, որ ասում են պետոն է եղել, պետոն է եղել է իր փող հրամանատար, էդի սաղին ով որ չգիտի, մեկ էլ խորհուրդ եմ տալել, ով որ պիտի դուրս տա կամ էշ բաներ խոսա ծառերի համար, դու մատ ուսումնասիրի, եթե քամիի տակ են ընկել, գիտենք էլի մի կամուֆլաժները հակած կուսակցություններ են բացել, եկե սրա նրա դուդուկի տակ պարում են ինչա երկու լափամանից փող առնում։ Պարոն ջան, խնդրում եմ գնահատականներ մի վարքյան, արած, մի վարքյան, էլի խնդրում եմ։ Այդ գնահատականներին ես պատասխան կարամ տալ։ Խնդրում եմ իմ եթերում ժողովուրդ ջան, խնդրում եմ բոլորից հետ։ Իմ եթերում պիտակներ, չգիտեմ, ես իմ տենց բաներ չկպցնեք, մի մարդիկ իրանց կարծիքն ունեն, դուրները կգա, դուրները չի գա, ձեր ասածը, սա ընդհանուր հարթակա բոլորիս համար, խնդրում եմ, առանց պիտակների, նիտրալ հնիշքան հնարավոր է, մենք այսօր հատուկ հյուր ունենք, այս ամեն ինչը մեզի սազեց, բա էսի չեր բա, 2 րոպե ընդամենը ես եթերից բանը, էկրանից դուրս եկա, մարդ ենք, վերջի 3-4 ժամ նստած ենք։ Ներողություն եմ խնդրում պարոն Գասպարյան, ներողություն մնացած հյուրերից բոլորի համար այսպես ներողություն եմ խնդրում, խնդրում եմ այս ամեն ինչը մաքսիմալ թեթև անցկացնենք, որովհետև այս ամեն ինչը ոչ մեկիս հայերեն չի մի խոսքով։
Հիմա չգիտեմ Արմեննա բարձած է, Աշոտնա բարձած է, Պարոն Գասպարյան, դուք երևի մի քիչ էլ կմնաք, չէ՞, մեր հետ, թե ոնց է, ուզում հասկանամ։ Մնամ, եթե սենց պետք լինի, իմաստ չկա մնամ։ Եթե նորմալ պետք լինի, Եթե նորմալ խնդրում եմ բանը Աշոտ ջան, եթե բան ես ասելու եղբայր կամերատ բացի խնդրեմ համեցի, հետո Արմենը ավելի շուտ էր բարձրացել։ Արմենին խոսք տանք։ Երկու բառ, ես կարճ եմ։ Հա, ինձ է Եթե կամերա չենք բացում, չենք խոսում, Աշոտ ջան։ Ախպերս ես չգիտեի ու ձևաչափը կամերա բացելով, այս կամերա բացելով։ Սպասի, կամերա բացելու խնդիր չունեմ, ուղղակի պարկը չգիտեի, պարկած եմ։ Հասկացանք, Աշոտ ջան, հիմա ես քեզանից առաջ 3 հոգու տենց իջացրել եմ։ Քեզի եթե ես չիջացնեմ, այդ մարդիկ ինձ արդարացի հարց կտան։ Արեք բազար չսարքենք, խնդրում եմ։ Որից վիճակում բացեմ ոչինչ, որ պարկած բացեմ ոչինչ։ Հա ջան, որ պարկած բացեմ ոչինչ։ Դավիթ ջան, երկու բառով կարամ ես ասեմ իշնեմ։ Մի հատ Արմենի խոսքը տանք Աշոտ ջան, կլինի իր հերթներ։ Խնդրեմ Արմեն ջան։ Հարգանքներս Դավիթ ջան, մենք իրար չենք ճանաչում, բարի երեկո, ողջուններս։ Բարի երեկո, բարի Սերուրին, Վահե Գասպարյանին, Վահե Գասպարյան մենք անձամբ երևի իրար հետ չենք հանդիպել, ես Ժիրայր Սեֆիլյանի հետ եմ հանդիպել մի երկու անգամ, հարգանքներս ձեր անձի, ձեր կուսակցության, հանդեպ Իսպանիայից, Արաքսի ջան, բոլորին, համբերություն մեր Կամո եղբորը բավականին ագրեսիվ ցուցաբերեց իրան, բայց դե ոչինչ։ Իրա տեղնել եմ ներողություն խնդրում։ Ինչ եմ ուզում ասեմ, երկու բառով ընդամենը Ժիրայր Սեֆիլյանի կապակցության կարծում եմ ոչ մեկ իրավունք չունի Ժիրայր Սեֆիլյանի անցած ճանապարհը կասկածի տակ դնել։ Սկսենք դրանից։ Երկրորդը, մենք ստեղ TikTok-ում չենք հավաքվում, որ քննարկենք մեր հերոսներին, իդեպ Ժիրայր Սեֆիլյանին ու եթե կուսակցություններ բացում են, ասենք մի 24 ժամանոց կուսակցություն են ընդհանրապես, իրանք իրավունք ունեն ինչ որ Ժիրայր Սեֆիլյանի մասին ինչ որ վատ բաներ ասեն կամ կասկածի տակ դնեն անցած ճանապարհը։ Այդքան բան կասեմ։ Ձեզ բարի երեկո եմ ցանկանում, հարգանքներս։ Շնորհակալություն Արմեն ջան, շնորհակալություն։ Աշոտ ջան, խնդրեմ։ Բացում եմ։ Բաց եղբայր։ Երևում է։ Հա, ոչինչ, լավ, սենց խոսա։ Ուրեմն շատ չեմ ուզում երկար ասեմ, կարծիք եմ ուղղակի ուզում ասեմ, ով էր ասեց կուսակցությունները ինչ պրոբլեմա, որ այսքան կուսակցություն կա։ Հենց պրոբլեմը դրա մեջ է, որ 2 միլիոնի մեջ, այս մի բուր ժողովրդի մեջ 200-ից 200, չգիտեմ ինչքան այդքան կուսակցությունները հենց այդ է պարակտման մի ձևն է, մեկն էլ այդ է։ Հենց այդ է պարակտում այս երկիրը քանդում, որ պետք է լինի ազգային ինչ որ մի հատ ծրագիր եւ վերջ։ Ոչ թե այսքան հենց այդ է պրոբլեմը, թող չասեն ինչ պրոբլեմ կա դրա մեջ։ Հենց բուն պրոբլեմը դրա մեջ է, որ ժողովրդին մասնատել են նրանական։ Այսքանը կասեի։ Համաձայն եմ, որ մասնատումը հենց բան չի, բայց ամենայն դեպս Ժողովուրդ ջան, եթե պարոն Գասպարյանին հարցեր ունեք, ավելի լավ է հարցեր, կարծիքները մենք հետո միասին կանանք նստենք, ինչքան ուզում եք քննարկենք։ Արաքս ջան, ներքևից բան, Գևորգ ջան, հարց ունես դու եղբայր։ Հավելում ունեմ, եթե հնարավորություն կտաք 1 րոպեով կուսակցությունների մասին ասեմ ու սահմանափակենք թեման։ Համես Ուրեմն կամերաս չեմ միացնում, որովհետև տեղս հարմար չի։ Դե դու արդեն միացրել ես։ Դու արդեն միացրել ես։ Հա, ուրեմն կուսակցությունների մասին մի կարճ բան ասեմ ու ես կիջնեմ ներքև արդեն։ Ինչ վերաբերվում է կուսակցությունների բազմազանությանը, իրականում կուսակցությունների բազմազանությունը նորմալ երկրում դա կարծիքների պետության տեսլականի տարբեր տեսակներն է, այսինքն տարբեր կուսակցությունները պետությունը ոնց են պատկերացնում։ Ինչ վերաբերվում է Բևեռին, Բևեռը նախ երեք չի ստեղծվել, Բևեռը ստեղծվել է, ինքը նախապատմություն ունի բավականին երկար,
անցած ճանապարհ ունի եւ ունի գաղափարական կորիզ, այսինքն Հայաստանը դեօկուպացիայի, Հայաստանի իրավունքների, հայկական հարցի արդարացի լուծման միակ պաշտպանն է այս պահին։ Չկա այլ երկրորդ կուսակցությունը, որը որ կանգնած է հայկական իրավունքների պաշտպանի դերն է ստանձնել։ Մնացած կուսակցությունները, որոնք ածանցվում են սովետական Հայաստանից այդ 29000 կոչված վարչատարածքային բաժանումից, իրանք մեծ հաշվով, մեծ գաղափարական հաշվով Նիկոլի հետ ոչ մի գաղափարական տարաձայնություն չունեն։ Սրա ես հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ես անձամբ պատրաստ եմ ցանկացած կուսակցապետի, կուսակցականի հետ բաց եթերում բանավեճի ցանկացած հարցի շուրջ։ Եղավ, շատ շնորհակալություն, բոլորին համբերություն, ազատություն մեր երկրին։ Շնորհակալություն Դավիթ ջան, շնորհակալություն պարոն Գասպարյան։ Շնորհակալություն։ Ապրես։ Արաս ջան, մի հատ ներքևից հարցեր, եթե ունես գրած մոտդ, խնդրեմ հնչեցրու պարոն Գասպարյանին, որովհետև արդեն կոչերի ու Հարցեր որպես այդպեսին չկա էլ։ Չկա էլ։ Ժորժան, պարոն Գասպարյանին էլ ինչ-որ հարց ունենք տալու։ Խորենն է բարձացել հարց տալու։ Խորեն ջան, խնդրեմ համեցի։ Բարի երեկո ձեզ, բարի երեկո պարոն Գասպարյան ջան։ Խորեն կամերատ բացի, Խորեն։ Այս այսօր բացել եմ մի անգամ, այս կբացեմ։ Ոչինչ բացի, հիմա բացի հարցը տուր։ Բարի երեկո ձեզ։ Ուրեմն պարոն Գասպարյան, եթե Նիկոլ ասում է, որ Արցախը Հայաստան չի, այդ դեպքում ինչի է ինքը որոշում, որ ստորագրում է, որ տա Արցախը թուրքերին։ Էդի ո՞նց է տենց լինում։ Արցախի պատկանելությունը որոշվել է 1920 թվականին ազգերի լիգայի որոշմամբ։ Արցախի մանդատը տվել է Հայաստանի Հանրապետության, տրվել է եւ որոշվել է։ Հիմա ով ինչ ուզում է թող ասի։ Մեկը կարող ասի Արցախը Ադրբեջանինն է, մեկը կարող ասի Արցախը Ռուսաստանինն է, կա միջազգային իրավունք։ Կան միջազգային իրավունքից բխող օրինական որոշումներ։ Եվ քաղաքակիրթ աշխարհում այս կամ այն տարածքի պատկանելությունը որոշվում է ոչ թե սրա նրա ասելով, էսի ասեց սրանն է, այնի ասեց նրանն է, այլ որոշվում է միջազգային իրավունքի համաձայն այն որոշմամբ, որոնք որոշվել է այդ տարածքի մանդատը։ Արցախի տարածքի մանդատը տրվել է Հայաստանի Հանրապետությանը, վերջ։ Հիմա ով ինչ ուզում է թող ասի։ Հասկանում եք, եթե ես ասում եմ, որ ասենք, չգիտեմ, Ալյասկան Ամերիկայինը չի, դրանից Ալյասկան Ամերիկայինը չի դադարում լինել։ Ուրիշ բան, որ ուժի սպառնալիքով, ուժի կիրառմամբ, զորբայությամբ, ագրեսիայով դու կարող ես միջազգային իրավունքը խախտես, այդ տարածքը օկուպացնես։ Բայց մանդատը տրվել է եւ մնում է Հայաստանի Հանրապետության ձեռքին։ Եվ Արցախին է, եւ Նախիջևանին է, եւ Կարսինը, մնացած բոլոր տարածքների։ Սա է, եւ դրա համար մենք ասում ենք, որ այո, մենք հիմա դե ֆակտո վերահսկում ենք այս տարածքը 29700 քանի քառակուսի կիլոմետր դե ֆակտո փաստացի մենք ենք վերահսկում Հայաստանի բանակը, կառավարությունը եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մնացած տարածքները մերը չեն։ Մերը ոչ թե մեր կմահաճույքով կամ ինչ որ պատմական, ասում են պատմական տարածքներ։ Պատմականը Կիլիկյանն է, օրինակ, որի մանդատը մենք չունենք, ցավոք սրտի, չնայած այո, պատմական հայկական տարածք է։ Բայց իրավական առումով այն տարածքները, որոնց մանդատը մեզ տրվել է, դրանք մեր տարածքներն են, իրական Հայաստանի Հանրապետության տարածքներն են։ Եթե դու ունես կադաստրի թուղթ, որ այդ բնակարանը քոնն է, այդ բնակարանը քոնն է, անկախ նրանից, թե այսօր այդ բնակարանում ով է ապրում։ Իրավունքը քոնն է, սեփականությունը քոնն է։ Հասկանում եք, հիմա դուք ունեք սեփականություն, բնակարան, մեկը վաղը կարող է գա ձեզ ուժի սպառնալիքով, դանակը դեմ տալով, զենքը դեմ տալով տնից հանի։ Բայց այդ տունը մնում է ձերը, որտեվ կադաստրի թուղթը ձերն է։ Էլ ոնց ասեմ, որ հասկանա։ Փաշինյանը ասեց, Փաշինյանը գլուխը պատով տվեց։
Դե իմ ասածը այն է, որ այդ դեպքում Փաշինյանը խի է ինքը որոշում Արցախը Ադրբեջանին կամ չտա, եթե ինքը ասում է, որ Արցախը Հայաստան չի։ Այդ դեպքում ինչ է ինքը։ Ինքը չի որոշում, ինքը ասում է, որ իբր թե դա որոշվել է Ալմատիի հռչակագրով, որ 91 թվականի սահմանները դարել են պետական սահման։ Ալմատիի հռչակագիրը նման բան չի ասում։ Ալմատիի հռչակագրում ասվում է ընդամենը երկու բան, որ կողմերը պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ չունենալ տարածքային պահանջներ։ Այո, մենք Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ չունենք, բայց հարգել սահմանները չի նշանակում ներկա խորհրդային միությունից մնացած անօրինական ադմինիստրատիվ սահմանները։ Ես ամենասկզբում ասեցի, Հայաստանի պարագայում օրինական սահմաններն են Վիլսոնյան իրավարար վճռի եւ ազգերի լիգայի սահմանները։ Ղազախստանի, Ղրղստանի պարագայում այտենց չի, որտեվ նրանք մինչև օկուպացիա, մինչև խորհրդային միության կազմ մտնելը անկախ պետություն չեն եղել, ճանաչված սահմաններ չեն ունեցել եւ նրանք այո ինքնաբերաբար անկախություն են ստացել իրանց խորհրդային սահմաններով եւ այդ սահմանները աշխարհը ճանաչել է որպես պետական սահման։ Հայաստանի դեպքում լրիվ ուրիշ է ամեն ինչ։ Ասեցի ամենասկզբում ասեցի uti possidetis iuris լատիներեն կոչվում է։ Եթե դու գաղութացվել ես չլինելով անկախ պետություն, դու այո ստանում ես անկախություն այդ սահմաններով։ Հայաստանը եղել է անկախ պետություն լրիվ ուրիշ սահմաններով։ Ուզում եմ Նիկոլը ասի կամ չասի։ Մենք պիտի մեր իրավունքները ճանաչենք, որ ուրիշը մեր իրավունքները ճանաչի։ Մենք սկզբից մեր իրավունքները ճանաչենք, որ հետո աշխարհին ստիպենք, որ մեր իրավունքները ճանաչի։ Հասկանում եք։ Եվ մի հարց էլ տա, մեր այստեղ եթերում մի հարց ընչեց, ասում է, բայց դեպքում ինչի է բանը Արցախը դրոշ ունի, ով է ստեղծել այդ դրոշը։ Ինչի վերեք այս հարցը եղավ, դրա համար ես ուզում եի ձեզ մի հատ հարցնել, որ Արցախի դրոշը նկարել են 91 թվականին, երբ որ անկախ Արցախ էին ստեղծում, նստել են KGB-ի պատվերով դրոշ են նկարել։ Հիմա ես կարամ նկարեմ անկախ Սյունիքի դրոշը, հետո ես կարամ նկարեմ անկախ Շիրակի զինանշանը, հետո Իմիջիայլոց նմանատիպ դրոշ Նախիջևանն էլ ունի, պարոն Գասպարյան։ Հա? Նախիջևանն էլ նմանատիպ դրոշ ունի։ Հա։ Կիլիկյանն էլ դրոշ ունի։ Այդ դրոշը չի նշանակում, որ դա դառավ Արցախի դրոշի նման այդպես ուղղակի ուրիշ անկյունով սպիտակով կտրած, այդպես Հասկացանք, ջան, ուզում եմ ասեմ, այդ Արցախի դրոշը նստել նկարել են, գերբը նկարել են, գիմնը գրել են, այդ երգը գիմնը գրել են, որ արցախցիներին համոզեն, որ իրանք դառան անկախ պետություն։ Ինքներս մեզ խաբել ենք ու փորձել ենք աշխարհին խաբել։ Աշխարհը հիմար չի, աշխարհը լավ հասկացել է, որ հայերը այդ կուտը կերել են, ռուսի կուտը կերել են, ռուսի կողմից վզին փաթաթված այդ կեղծ գաղափարներին տեղիք են տվել, բայց նորից եմ կրկնում, աշխարհը լավ էլ հասկանում էր, որ դա հայկական տարածք է Հայաստանի մանդատով, դրա համար Հայաստանը աշխարհը արցախցիները հայկական պասպորտով ֆրանսիական դեսպանատանում վիզա էին ստանում։ Եթե Ֆրանսիան չհամարեր Արցախը Հայաստանի մաս, վիզա կտար։ Ինչ էր վիզա տալի։ Եթե անկախ պետություն էր Արցախը, արցախցին ոնց էր վիզա ստանում Հայաստանի դեսպանատանում։ Հասարակ բաները չեք բանանում, ասում եք, այս սենցա են նենցա։ Հասարակ բաներ կան։ Ես այդ ամեն ինչը գիտեի, ուղղակի երեք որ հնչեց տեղ այդ հարցը, ես գիտեմ ով ինչա հնչեցրել, դուք էլ ամեն ասացին հալած յուղի տեղ մի դրեք։ Չէ, հիմա մի հատ Արթուրի Կարծիքը պետք է ունենա, դուք չափերս մարդեք, ձեր կարծիքը կազմեք։ Ձեր կարծիքով ինչա, ոնց է, դուք ոնց եք, մի հատ նայեք, պատմությունը նայեք, ճանաչեք, իմացեք այդ փաստերը։ Ոչ թե նստեք սրան նրան լսեց, Նիկոլը ասեց, սենցա, Պուտինը ասեց, սենցա, Պուտինն էլ ասեց, Արցախ неотъемлемая часть Ադրբեջանը, Պուտինը գլուխը պատով տվեց։ Միանշանակ համաձայն եմ, շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Հիմա մի հատ Արթուրին խոսքը տանք, Արթուր ջան, խնդրեմ, համեցի։ Պարոն Գասպարյան, հետևյալն էլի ԱԺԲ-ն ունի լուրջ մշակած ծրագրեր Հայաստանում ռազմաարդյունաբերությունը զարգացնելու հետ կապված։ Անշուշտ, իհարկե ունի։
ԱԺԲ-ն իշխանության գալուց հետո, ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ ստանալուց հետո համատեղ հայ-ամերիկյան գործարաններ կբացի, զենքի արտադրության բաներ կբացի, ձեռնարկություններ կբացի Ֆրանսիայի հետ, իհարկե։ Ինչի որ ուկրաինացիները այսօր դրոններ են արտադրում, հայերը չեն կարա արտադրեն։ Լազերային զենքի մշակումները Հայաստանում արվել է խորհրդային տարիներից սկսված։ Մեր ֆիզիկոսները ամենալավ ֆիզիկոսներն են եղել աշխարհով ճանաչված։ Մեր դրոնների մշակումները կան, ես հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, որոնց տեխնոլոգիաները ուկրաինացիները խնդրում են, որ մենք տանք։ Պարոն Գասպարյան, Արտուր ջան, արձագանքի բան ունես ասելու։ Միկրոֆոնը փակ է, Արտուր ջան։ Լավ, պարոն Գասպարյան, խորհրդային տարիների հարգի ճանաչված ինստիտուտ իմ հերը Մերգելյան ինստիտուտում 50 տարի աշխատել է, պատվերներ էր տալի բանը կատարում սովետի բանակի համար, հետո անկախության տարիներին մեր բանակի համար, տանկերի արտիլերիայի համար, թվայնացման այդ բաները, մեխանիզմները, կառավարման մեխանիզմները եւ այլն։ Ումից ենք պակասխի, թուրքերը կարան հրետանի ու տանկ արտադրեն, մենք չենք կարա։ Շատ համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Երբ դառանք այդքան վախկոտ, այդքան թերահավատ սեփական ուժերին, սեփական ուղեղին։ Մենք որ գնացինք Ամերիկա, ամերիկացիները ասեցին դուք ձեզ թերագնահատում եք։ Խաբարեք որ NASA-ում 500 հայ է աշխատում։ Ամերիկյան առաջատար NASA-ում տիեզերական այդ բանում 500 հայ է աշխատում։ Պարոն Գասպարյան, տեսեք, մենք այսօր կրթական շատ լուրջ խնդիր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Ազգի կրթության, չգիտեմ, մակարդակը բավականին ցածրացել է։ Օրինակ, ո՞նց եք տեսնում մեր կրթական համակարգի բարելավումը։ Խնդրեմ մի քիչ ավելի մանրամասն, տեսեք, նույնիսկ հասարակ շփվելու մակարդակի հետ կապված արդեն մեր ժողովրդի մոտ, իհարկե ոչ բոլորի կավլիցի, խնդիր ունենք։ Գրագիտության խնդիր ունենք, մարդիկ կան գեղեցիկ մեքենաներով ման են գալիս, բայց իրանց սեփական անուն ազգանունը գրել չգիտեն։ Այս մասան զարգանում է, շատանում է։ ԱԺԲ-ն ո՞նց է այս պատկերացնում, այս կրթական համակարգի հետ ո՞նց ենք վարվելու։ Նավի ջան, բոլոր ոլորտները մենք նորից հեծանիվ չենք հայտնագործելու, մենք բերելու ենք երկիր, այն երկրի փորձը, որը այդ ոլորտի առաջատարն է։ Օրինակ կրթության ոլորտի առաջատարը Ֆինլանդիան է։ Եվ միջնակարգ կրթության եւ բարձրագույն կրթության, հիմնականում միջնակարգ դպրոցների։ Հասկանում ես, սա մեկ, մասնագետներին հրավիրելու ենք իրանց փորձի փոխանակման, այսինքն կրթության առաջատար մեթոդները։ 21-րդ դարում մենք կարանք օնլայն լեկցիաների տեսքով, օնլայն դասերի մեր սփյուռքի ներուժը ներգրավենք։ Մենք կարանք մեր համալսարանները համալսարաններին կից արտադրություններ զարգացնենք, որ մեր երեխեքը, որոնք լավ մտքեր ունեն, կրթության process-ի հետ զուգահեռ արտադրության process-ին մասնակցեն եւ դա եւս ստիմուլ կլինի, որ նրանց մտքերը, նորամուծությունները կիրառում ստանան արտադրության մեջ, բանակի, տնտեսության մեջ։ Սփյուռքի ներուժը նորից եմ ասում պիտի բերենք, ներդնենք։ Դպրոցը մենք այդ մեր նախընտրական ծրագիրը, որ բացեք ընդեմ մանրամասն ամեն ինչի մասին կա, եւ կրթությունը, եւ առողջապահությունը, բոլորը։ Առողջապահության վերաբերյալ Սինգապուրի փորձը ես պատրաստ եմ այդ փորձը մյուս անգամ, որ առիթը լինի մանրամասն ներկայացնեմ։ Սկսած վճարովից մինչև ուրեմն ստրախավոյ բժշկություն, այսինքն ապահովագրական բժշկություն եւ համավճար եւ պետական պատվեր, որ համ հասանելի լինի, համ որակյալ լինի։ Հիմա չեմ ուզում խորանամ, որտեվ արդեն 4-րդ ժամն է, օգնել են բոլորը։ Ուզում եմ ասեմ, աշխարհի փորձը կա, մենք էլ այն ազգն ենք, որ աշխարհում մենք ունենք եւ կրթության մասնագետներ, եւ առողջապահության, եւ տնտեսական, եւ բոլոր տեսակի։ Եվ մենք ասում ենք, մենք
առաջատար այդ երկրների առաջատար մասնագետներին բերելու ենք մեր կրթության նախարարիկից, առողջապահության նախարարիկից նստացնելու ենք փորձի փոխանակման կարգով եւ շատ արագ զարգացում կունենա եւ դպրոցների օղակում եւ համալսարանների օղակներում։ Այդ կրթական ծրագրերը բերենք, այդ ծրագրերով դասընթացներ անեն, դասագրքերը, on-line այդ սաղ մեթոդները վիրտուալ դասախոսությունների տեսքով, փորձի փոխանակման, վերապատրաստման, չի արվել դիտավորյալ, որ մենք մնանք տհաս, կիսազարգացած, հետընթաց ապրող երկիր, որովհետև թերուս, լավ չկրթված ժողովրդին կառավարելը հեշտ է։ Գիտություն ունեցող գիտակից ցապ գնահատող մարդը, ինքնուրույն մտածող մարդը երբեք թույլ չի տա, որ իրան մանիպուլյացիայի ենթարկեն եւ գաղութացնեն։ Դիտավորյալա դա արվեց, նույն Կրեմլի կողմից։ Պարոն Գասպարյան, եկեք վերջնական ամփոփիչ խոսք տրամադրենք ձեզ, ինչ կասեք մեր լսարանին, մեզ արդեն 5900 հոգի մարդ է դիտել այս 4 ժամվա ընթացքում, համարյա 6000 մարդ, ինչ կասեք մեր լսարանին, ընդհանրապես շնորհակալ եմ այս եթերի հնարավորության մասին, սա իմ կրկնում եմ առաջի փորձն է TikTok-ում, ոտս խերով լինի, նորից ողջունում եմ մեր այս լսարանին, բոլորին, շնորհակալություն, որ 4 ժամ մեզ հետ էիք, ինձ լսեցիք, հուսամ ձեր հարցերին պատասխանեցի, հուսամ էլի առիթ կունենամ շփվելու, որտեղ վիճակը շատ փոխվում է, նոր հարցեր են առաջանում, նոր խնդիրներ, մենք իրոք առանց որևէ չափազանցության կանգնած ենք բախտորոշ, վճռորոշ, պատմական, բեկումնային, ոնց ուզում եք կոչեք, շաբաթների եւ ամիսների առջեւ, մեզ սպասում են շատ պատասխանատու զարգացումներ եւ իրադարձություններ, եւ մեր գիտակից, թափ, վճռական եւ պատասխանատու կեցվածքից կախվածա լինելու մեր երկրի ապագան, մեր գալիք սերունդը, մեր երեխեքի, մեր թոռների ապագան եւ կախվածա լինելու նա թե մեր գալիք սերունդները մեզ կանիծեն, թե մեզ կողջունեն եւ շնորհակալություն կհայտնեն, կասեն արժանի երկիր մեզ փոխանցեցից։ Այ իմ երեխեքը, իմ թոռները։ Այսպես պիտի յուրաքանչյուրս մոտենա այս հարցին։ Գնացեք եռաբլուր եւ այդ տղեկին խոստացեք, որ դուք այս շաբաթներին, մոտակա շաբաթներին իրանց արժանի կեցվածքով դիմավորեք այդ մարտահրավերները։ Հուսահատվել չկա, հոգնել չկա, միամուռ պայքարելու ենք հայի իրավունքի հայկական հարցի համար։ Հայաստանը պիտի վերագտնի իր ինքնիշխանությունը, պիտի ազատագրվի, պիտի թոթափի ռուս-թուրքական լուծը, պիտի այս ռուս-թուրքական ակցիաներից դուրս գա եւ դառնա օրինակելի երկիր, որին մատով ցույց են տալու, ասում են այս երկիրը մեր համար օրինակելի երկիր է։ Այս երկրում ես կուզենայի ապրեի։ Ոչ թե երկիր, որը ռուսի ու Թուրքիա առաջ վիզից առաջ իր յոլա է գնում, իր օրերն է քաշ տալիս։ Ամոթա, մենք այդ ազգը չենք, մենք ունեցել ենք նենց մեծություններ, որ աշխարհը կերազեր ունենար, բոլոր ոլորտներում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ամիսներ անց առաջի հարաբերությունը վերածնվելու է, անպայման վերածնվելու է, մենք զանելու ենք ձեզ հետ միասին։ Ձեզ հետ միասին եւ աշխարհը նորից զարմանալու է հայկական հրաշքից, հայ ժողովրդի զարթոնքից եւ ցասումից։ Հայ ժողովուրդը դեռ զարմացնելու է աշխարհին իր հաղթանակներով, ռազմի դաշտում, տնտեսական ոլորտում, առողջապահական, կրթական բոլոր ոլորտներում։ Նոբելյան մրցանակներ ենք ստանալու։ Բժշկական туриզմով ենք զարմացնելու աշխարհին։ Շնորհակալություն։ Լավ եղեք, շնորհակալություն։ Առայժմ իջեցնեմ Շնորհակալություն, Վարեժան։ Այս տաղավարում դուք միշտ ցանկալի հյուր եք